Գարեգին վեհապարն էր առաջին։ Պնդում էր, որ ես կուսակրոնության ուխտ վերցնեմ, ես ասի վեհապար պատրաստ չեմ։ Հոգեպես պատրաստ չեմ։ Եկեղեցի, Վենետիկ, ԱՄՆ, Ռուսաստան, բանդ, խորհրդարան։ Ռոբերտ Քոչարյանին էլ է։ Քոչարյանին անձամբ եմ շնորհակալ։ Գլխավոր դատախազներ ուղարկել Աղվան Հովսեփյանը, որ ինձ հետ խոսեն, որ թերթը փակի, գնա Հայաստանից։ Ես առաջին մասում եմ ապրել Յոնջլախում։ Պատկերացրեք այդ գողական միջավայրում Արևիկ խմբում երգել է ինչա նշանակում։ Անվտանգության կարիք կար այդ ժամանակ։ Կար։ Ինձ ասեցին, որ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ այդ մարդը ասել է, որ ինձ խփել է տալու։ Եվ դրա մասին հայտնի է դարձել Վլադիմիր Գասպարյանին։ Որոշել էին, որ ինձ պետքա անվտանգություն տրամադրեն։ Փաստորեն Սերժ Սարգսյանի պաշտպանության ներքո եք այդ ժամանակ։ 10 անմեղ քաղաքացի Երևանի կենտրոնում սպանվել է։ Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը օրինաց երկիր է։ Պիտի դուրս դրվեն քաղաքական գործընթացներից։ Հաջորդ իշխանություններն էլ կան, ինչ որ քաղաքական ուժեր իրենց դուրս չկա։ Ըստ ամենայնի ապրելու երկիրը առավ մեր տղաներին, եւ մենք ասացինք, որ որևէ քաղաքական պատասխանատվություն չենք կրում այլևս այս ֆրակցիայի համար։ Ինքը որոշել է, որ պիտի լինի Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եկեղեցին։ Մեծ ներգրավվածություն են ունեցել են 10 հոգեվորականների իմի գալուն։ Չկա մտահոգություն, որ եկեղեցին կդառնա օրինակ Նիկոլ Փաշինյանի եկեղեցի։ Ձեզ մեղադրում են մարդկանց զրպարտելու մեջ։ Ես վերահաստատում եմ ինչ որ ասել եմ Դաշնակցությանը։ Ինչի՞ չեք իրականացրել այդ վճիռները։ Դատավորի պարտադրած բարբերությունը ես արտաբերել եմ, հետո ասել եմ, որ հերքելու բան չկա։ Դուք նույն տերորիստներն եք։ Սանձնապես Նահիրի Հունանյանին հանդիպած մարդ եմ, եկել ես, որ ասեմ Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել հոկտեմբերի 27-ը։ Վազգեն Մանուկյան, Ռուբեն Հակոբյան, Հրանտ Մարգարյանը։ Կարծիք կար, որ այդ ժամանակ մամուլը Սերժ Սարգսյանի փեսա, Միքայել Մինասյանի Ձեռքի տակ է։ Վենետիկում մենք միասին ենք սովորել։ ընկերություն արել եք։ Չէինք կարող անել, որտեղ իրենք հարուստների կաստայից էին։ Տարօրինակ չի, որ ընդդիմադիր ուժի հակական դպրոցում այդքան շատ են իշխանական գործիչները։ Իրենք պիտի գան պատասխան պիտի տան երիտասարդներին։ Ձեզ մեղադրում են իշխանություններին արբանյակ կուսակցություն լինելու մեջ։ Ինչից տա կլինի ձեզ։ Նիկոլին թուրք եւ դավաճան չես ասում, ավտոմատ այդ դաշտում ես հայտնվում։ Հայաստան չեն կարող ներդրումներ գալ այս դատական իշխանության պայմաններում։ Գործող իշխանություններին էլ է ոնց որ ձեռնտու այս դատական իշխանությունը։ Կհամագործակցեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Եթե հստակ ինձ ասի, երբ է պատրաստում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից եւ դիմումը ներկայացնել Եվրամիության անդամակցության։ Հայկական դիվանագիտությունը չի կարողացել պահել այդ դիրքորոշումը։ Եթե ուզեին ավելի լավ պայմաններ կարողանային բանակցել։ Մի քանի տող շարական կերքեք։ Այդ շատ հետաքրքիր սկիզբ է։ Օդում կախված այդպիսի հարցերից է, թե խիչ եք դուք ամուսնանում։ Արդեն նշանվել եմ։ Շնորհավորում ենք։ Նոր Մինչև ընտրություններ կամուսնանաք, թե մեկ խալաստյակ լինեք։ Մարտին Միացյալ Նահանգներում, հա, ոսուցչուի, հա։ Եվ ուզում ենք այս առաջիկա արտակուրտին կգա Հայաստան հավանաբար եւ Ինչ որ մեծ դենց բան, որ ես ու Արանը ձեզ թալքանենք ինտերնետում չենք գտնի։ Տենց արագ գուցե ընթացքում ինչ որ բան կարողանամ մտաբերել։ Ձեզ ներկայացնեմ որպես երգիչ, կարգապահ, Լավ երկող։ լավ երգող, կարգապահ։ Կուսակցության նախագահ եմ, չգիտեմ, եթե դա մտնում է ֆորմատի Դա մեջ։ ասելու ենք։ Դա հայտնի փաստ է։ Բարև ձեզ հարգելի ջենզիներ, շարունակում ենք մեր քաղաքական հարցազրույցների շարքը։ Այսօրվա մեր հյուրն է կարգապահ, երգող, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Բարի գալուստ Ctrl+Z։ Շնորհակալ եմ։ Պարոն Բաբաջանյան, երիտասարդների հետ շփվում եք, վերջին անգամ ինչ խնդիրներ եք քննարկել, ինչ թեմաներով եք շփվում։ Վերջին շաբաթներին, օրերին այդպիսի հավաքներ ենք սկսել հատուկ կազմակերպել երիտասարդների հետ մեկ օրյա եւ մեկ շաբաթյա այդպիսի դասընթացների ձևաչափ ենք կուսակցության առընթեր մեր ժողովրդավարության եւ անվտանգության հիմնադրամի կողմից կազմակերպել եւ իհարկե չափազանց կարևորում ենք երիտասարդներին, հատկապես առաջիկա ընտրությունների համար իրենց կամավոր ներգրավումը մեր աշխատանքներին շատ կարևորում ենք եւ իհարկե իրենց մտահոգություններն ենք փորձում հասկանալ, հատկապես պատճառները են անտարբերության, են անտագոնիզմի եւ նույնիսկ զզվանքի հասնող քաղաքական գործընթացներից այդ զգացումների պատճառներն ենք ուզում
ըմբռնել, որպեսզի կարողանանք դրանց վերաբերյալ որոշակի նաև գործողություններ ծավալել։ Շատ ուսանողներ ունեք։ Շատ, այո։ Օրինակ Եվ ոչ միայն Երևանում, նաև մարզերում։ մարզերում էլ է Այո, գործում դպրոցը։ Գյումրիում, Վանաձորում, այո, մեկօրյա այդպիսի դպրոցների շարք ենք կազմակերպել։ Իսկ ինչ խնդիրներ են առանձնացնում։ Խնդիրները, որոնց մասին մենք որպես քաղաքական ուժ խոսում ենք, հիմնականում վերաբերում են նաև սոցիոլոգիական հարցումներով ապացուցված են մերժողական տրամադրություններին, որ ունեն երիտասարդները ընդհանրապես քաղաքականության նկատմամբ առասարակ, իսկ մասնավորապես քաղաքական գործիչների նկատմամբ։ Իսկ տոտալ անվստահություն, տոտալ մերժող այսպիսի դիրքավորում, ինչը վատ տեղ է մեզ տանելու, որովհետև ես խորապես համոզված եմ, որ առանց երիտասարդների ակտիվ ներգրավման մենք նաև մեր առաքելության մեջ չենք կարող հաջողել, որովհետև եթե մենք ուզում ենք ընդհանրապես քաղաքական մեր միջավայրը փոխել, դրան որակ հաղորդել, դա պիտի միշտ ապագային միտված լինի, իսկ այդպիսի պատվեր միայն կարող է գալ երիտասարդությունից ու այդ շատ կարևոր է, որ մենք այդ խոսակցությունը ոչ միայն խոսակցության մակարդակում պահենք, այլ նաև այդ խոսակցությունը կոնկրետ գործողության եւ որոշումների վրա սկսի ազդել եւ մեր գործունեությունը դրանից իրապես ազդվի ու փոխվի։ Քաղաքական դպրոցներ հիմնում են քաղաքական ուժերը ու հիմնականում այն երիտասարդները, ովքեր որ գնում են այդ դպրոցներ, հետագայում անցնում են կուսակցության շարքերը։ Ունեք այդպիսի տրամադրվածություն ձեր շարքերը համալրելու երիտասարդներով։ Ճիշտ ասած, այդպիսի խնդիր երբեք չենք էլ դնում, մեզ համար կան այդպիսի ցանկացողներ, բայց երբեք ի սկզբանե ես ասել եմ, որ մենք այդ տեսակ խնդիր չենք դնում։ Մեզ համար ավելի շատ կարևոր է, որպեսզի այդ քաղաքական դասընթացները որոշակի հետաքրքրություն գոնե հետ բերեն քաղաքական գործընթացների նկատմամբ, քաղաքական գործիչների նկատմամբ։ Մենք այդ դասընթացներին նաև իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ են հրավիրել, գլխավոր դատախազ, ազգային ժողովի նախագահ, արդարադատության նախարար։ Մենք ենք ինտենսիվ շփվում ոչ միայն այսպես դասախոսությունների ձևաչափով, այլև ընկերական ինչ-որ բաներ ենք, ֆորմատներ ենք փորձում հաստատել ու կարծես ստացվում է գոնե այդ շրջանակի հետ հետաքրքրություն առաջ բերել։ Կներեք, իսկ տարօրինակ չի, որ ընդդիմադիր ուժի համար, ընդդիմադիր ուժի քաղաքական դպրոցում այդքան շատ են իշխանական գործիչները։ Ու ընդդիմությունից մարդիկ չեն գալիս ձեզ։ Չէ, իհարկե գալիս են։ Մենք ձեր Facebook-ը նայեցինք, դպրոցի Facebook-ը, եւ այնտեղ ընդդիմադիրներից մարդիկ չկան, օրինակ ընդդիմադիր падգամավորներից։ Հա, չէ, մենք ընդհանրապես իրենց քաղաքական ուժ չենք էլ համարում, առավել եւս ընդդիմություն չենք համարում, որտեղ կարծում եմ, որ իրենց գործունեությունը ընդհանրապես ընդդիմություն որակելը նույնիսկ մեղք է։ Իրենք ուղղակի պետության դեմ աշխատող մեքենա են, գործարան են։ Ընդդիմության ֆունկցիան իրականում այն չի, ինչ որ իրենք անում են։ Ընդդիմության ֆունկցիան իշխանության մաս լինելն է ընդդիմության հատվածում։ Դա իշխանությունը բաղկացած է իշխանությունից եւ ընդդիմությունից։ Իրենք իրենց դուրս են դրել այդ շրջանակից, այդպես չի լինում։ Իրենք պիտի պետական օրակարգերի շուրջ լինեն։ Իրենք չեն ճանաչում Հայաստանի ինքնիշխան հարատևության օրակարգը։ Իսկ իշխանության քաղաքականությունից գոհ եք, որ падգամավորներին եք կանչում բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ճիշտ ասած, ես այդ կազմակերպչական հարցերում այդքան մեծ ներգրավվածություն չունեմ, որտեղ սա առավել փորձել եմ կուսակցական մեր հիմնական քաղաքական աշխատանքներից դուրս դնել, բայց իհարկե որոշումների կայացման մեջ միշտ շատ ակտիվ ներգրաված եմ լինում,
ինչ վերաբերում է իմ գոհ կամ գոհ չլինելուն, ես դրանով չեմ պայմանավորում իշխանական տարբեր դերակատարների Բայց ինչով է պայմանավորված, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքացիական պայմանագրից որտեղ կարծում եմ, որ ավելի շատ ընդհանրապես են իրենք մեծ պատասխանատվություն ունեն երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար եւ իրենք պիտի գան պատասխան պիտի տան երիտասարդներին, որտեղ մեծապես կարծում եմ, որ այդ անտագոնիզմը, մերժողականությունը, որ այսօր գոյություն ունի երիտասարդների մոտ, դրա հիմնական պատասխանատունով է իշխանությունը։ Եվ լավ կլինի, որպեսզի երիտասարդների հետ ուղիղ անմիջական այդ շփումով կարողանանք օրինակ կուտակված հարցերի որոշակի պատասխաններ գտնել։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները ասելիք չունեն, որ չեք հրավիրում։ Կամ պատասխան տալու բան չունեն նախկին իշխանությունների։ Իրենք ես ընդհանրապես իրենց չեմ էլ դիտարկում դրա համար։ Հյուրերին դուք եք որոշում։ Չէ, ասում եմ ինձ առաջարկում են օրինակ հիմնադրամի կամ դպրոցի մեր էլի երիտասարդներ, որոնք հնդածս միացել են այս աշխատանքներին եւ իրենք օրինակ ես ասել եմ փակ քվեարկություն արեք ում կուզենան օրինակ երիտասարդները որ իրենց դասախոսություն կարդան եւ օրինակ փակ քվեարկությամբ մի քանի անուններ են տվել ում որ կարողացել ենք հասնել նրանց հրավիրել որտեվ ես նախկինում խորհրդարանում եմ եղել եւ շատերի հետ աշխատելու հնարավորություն է եղել եւ մենք ինչ որ հարաբերություններ ենք պահպանում շատերի հետ նաեւ աշխատանքի բերումով քննարկումներ, չգիտեմ, արդարադատության նախարարի հետ սահմանադրության նախագիծ ենք քննարկել, մեր առաջարկներն ենք փորձել այդ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել, նույն գլխավոր դատախազի հետ մենք հարց ենք ունեցել օրինակ սեպտեմբերի 18-ի 2025 թվականի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշման վերաբերյալ ինչ գործողությունները պատրաստվում դատախազությունը ձեռնարկել, ընդհանրապես իրավաքաղաքական գնահատական ազգային ժողովից սպասենք, թե ոչ։ Դրանք իրապես ասեմ նաև երիտասարդներին հուզող հարցեր են եղել, այսինքն մեր գոնե քննարկումներում։ Մենք նույնպես երիտասարդներին հուզող հարցեր ենք հավաքագրում, պարբերաբար շփվում ենք երիտասարդների հետ, փորձում ենք հասկանալ ինչ խնդիրների հետ են բախվում։ Ես հիմա դրանցից մի քանիսը կարդամ, դուք բովանդակային, բայց կարճ փորձեք պատասխանել։ Երիտասարդները պնդում են, որ Երևանը գերծանրաբեռնված է ու դրան զուգահեռ մարզերում չկան արդի ենթակառուցվածքներ լիարժեք կյանքի համար։ Այս խնդրի լուծումը ո՞նց եք պատկերացնում։ Այդ խնդրին ես ճիշտն ասած մեր գրեթե ամենօրյա գործունեության մեջ ենք առնչվում, մարզերում, գյուղերում տեսնում ենք այդ համատարած անհամաչափության երևույթները եւ հրճակվում է տարածքային համաչափ զարգացման այսպես դեկլարացիաներ, բայց իրականում գետնի վրա ոչ մի բան։ Մենք մեր պետությունը ռախիտ պետության մի հատ բան ունի, կառուցվածք ունի, մեծ գլուխ, փոքր մարմին։ Այս կենսունակ պետություն հնարավոր չի լինել։ Այս իմաստով ես կարծում եմ որ ահռելի աշխատանք կա անելու, բայց առաջինը պետք է հստակ նախ ռազմավարություն ունենալ եւ պատկերացում ոնց ենք այս խնդիրը հաղթահարելու։ Ճիշտն ասած, այս պահին մեր առաջարկների այսպես առաջնային գծում է եւ կառավարության հետ հիմա կոմունիկացնում ենք նաեւ այս մեր առաջարկը, որպեսզի առողջապահության պարտադիր այս համակարգի ներդրման հետ հիմա ահռելի հետաքրություն է սկսում բիզնեսմենների մոտ հիվանդանոցներ կառուցելու։ Եվ ասում ենք, որ արգելեք Երևանում ընդհանրապես նոր հիվանդանոցներ կառուցել։ Տարեք մարզեր, որպեսզի հնարավորինս մենք կարողանանք մարդկանց եւ միջոցների շրջանառություն ապահովել մարզերում։ Որտեւ տարական բան ասեմ, Վարդենիսում աշխատող չեք գտնի օրինակ 10-15000 դրամով։ Վարդենիսին գալիս է Երևան 10000 դրամով աշխատում է։ Եվ նոնսենս է, ասում ես ո՞նց է այս հնարավոր։ Տարական բան, Վարդենիսում այդ 10000 դրամը որևէ կերպ այդ մարդու կյանքի որակը չի փոխում, որովհետև Վարդենիսում տարական սրճարան չկա, որ մեկը իր ընկերուհու կամ կնոջ հետ գնա այդ սրճարանում, այդ 10000-ը կարողանա ծախսի։ Հետևաբար Վարդենիսում մարդը 10000 կաշխատի, թե 500,000 կաշխատի ամսական, թե 100,000, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Մեր խնդիրն է այնտեղ մշակույթ տանել, կյանք ցույց տալ եւ ենթակառուցվածքներ ստեղծել, որպեսզի մարդկանց կյանքը ինչ որ իմաստ ունենա, մոտիվացիա լինի աշխատելու, ինչ որ բան ստեղծելու։ Շատ լավ, իսկ մի հարց էլ կա, որ գրագիտության մակարդակից դժգոհ են
ընդհանուր հանրապետության մակարդակում սրան ինչպես դժգոհը որն է, մենք նաև ստատիստիկա ունենք խայտառակ անգրագիտության ցուցանիշներ կան շատ մտահոգիչ եւ դա ընդհանուր իհարկե գալիս է կրթության որակից եւ կրթության նկատմամբ մեր հավաքական վերաբերմունքից ու այստեղ շատ կարեւոր է նաեւ թե պետությունը ինչպիսի նշանակություն եւ կարեւորություն է տալիս դրան եթե մի երկրում որտեղ կրթությունը որպես ռազմավարական հրճակումից անդին չի անցել եւ որպես ամենակարևոր բուհ չի նշանակվել օրինակ մանկավարժական համալսարանը Մանկավարժական համալսարանը ամենադենգած բուհն է այսօր համարվում, չէ՞, նիդաբորներով, բաներով, բայց հրճակվելը որ կրթվելը նորաձև է, արշավներ են իրականում։ Չգիտեմ ինչ է հրճակվել, ես դրա հետ համաձայն չեմ, բայց ասում եմ, մանկավարժական համալսարանը պիտի հրճակվի Հայաստանի ամենակարևոր բուհ, ամենադժվար ընդունվելու համար բուհ, որովհետև եթե մենք գտնում ենք, որ կրթությունը պիտի ամենատարրական դասարաններից պիտի որակյալ հիմքերի վրա դրվի, դա պիտի կարողանա կոնկրետ այդպիսի արտահայտություն ունենա։ Ես այդպիսի բան չեմ տեսել։ Կրթական բարեփոխումներից, այսինքն հակառակը տեսել եմ, որ օրինակ նախորդ ռեկտորը վերջերս օրինակ կալանավորվեց ինչ որ թեստեր վաճառելու համար։ Ուսա մտահոգիչ է։ Այս խնդիրն էլ էլի մարզերում շատ տագնապալի բան ունի։ Գեղեցիկ դպրոցներ են կառուցվում, ուսուցիչ չկա։ Ումա պետք է այդ պատերը։ Մենք օրինակ պատասխան չունենք, որտեղ գնում ենք, տեսնում ենք, որ օրինակ 50 հոգանոց գյուղում 350 աշակերտի համար նախատեսված հրաշալի դպրոց է կառուցվել։ Եվ այս գյուղացիների մոտ հարց առաջանում ինչի համար օրինակ այս դպրոցը։ Այսքան ծախս ինչի է արվել։ Ես կուզեի, որ պետությունը դա որպես իր հանձնառություն ներկայացներ, որ մենք այստեղ դպրոց ենք հիմնում, որովհետև ծրագրում ենք այս գյուղում բնակչությունը հասցնել օրինակ 1000-ի։ Այդ դա շատ լավ խթան կլիներ, բայց պատասխան չկա ու մեխանիզմ չկա, նաև ռազմավարություն չկա, թե ինչպես օրինակ պիտի մենք այդ ուսուցիչների բացը լրացնենք։ Մենք կարծում ենք օրինակ սա մեր նաև կուսակցական դիրքորոշումն է, որ այն ուսանողները, ովքեր պետպատվերով են սովորում, այսինքն պետությունն է վճարում իրենց ուսման վարձը, իրենք պիտի առնվազն 2 տարի կրկնակի աշխատավարձով, իրենց ճանապարհածախսով, իրենց օրինակ վարձի վճարով պիտի իրենց աշխատանքը շարունակեն, իրենց մասնագիտական պրակտիկան շարունակեն մարզերում, նոր ստանան իրենց դիպլոմը։ Օրինակ դա կլինի արդար։ Կարծում եմ այո։ Նույնը իդեպ բժիշկների մասով, հիվանդանոցներն էլ, գեղեցիկ հիվանդանոցներ բժիշկ չկա։ Եվ այստեղ նաև այդ խտրական վերաբերմունքը մանկապարտեզների։ Երևանում մանկապարտեզները անվճար են, Հայաստանի բոլոր մյուս բնակավայրերում վճարով է։ Այդ Երևանի երեխեն ավելի շատ հայ է, քան օրինակ Գյումրիի կամ Վանաձորի։ Այս ինչ խտրական մոտեցում է։ Այսինքն սա նաև կառավարության այո համայնքային որոշումների տիրույթում է, բայց կառավարությունը պիտի որոշում կայացնի։ Մեր երեխեքը պիտի հավասար հնարավորություն ունենան։ Պարոն Բաբաջանյան, դուք ձեր կենսագրության մեջ միաժամանակ ունեք եկեղեցի, Վենետիկ, ԱՄՆ, Ռուսաստան, բանդ, խորհրդարան, ինչն է դրանցից ամենաշատը ձեզ ձևավորել որպես մարդ, այլ ոչ որպես քաղաքական գործիչ։ Եկեղեցին այդ ինքնության այդ ակունքն է եւ սկիզբն է եւ ընդհանրապես ես իմ ձևավորման ամբողջ համար երախտապարտ եմ եկեղեցուն, այն եկեղեցականներին, որոնք ինձ շրջապատել, ինձ դաստիարակել են։ Վենետիկը դրա մի մասն է, այսինքն դրանից դուրս չի, ես շարունակել եմ կրթությունը Սուրբ Ղազար հոգևոր ակադեմիայում եւ միաժամանակ Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, հետո աստվածաբանությամբ եմ շարունակել, հետո այդ կտրուկ անցումն է եղել Պետերբուրգ, հետո այստեղ քաղաքական արդեն 98 թվականին նախագահական ընտրություններ, Դեմիրճյանի շտաբում եմ շատ ակտիվ եղել ու Միացյալ Նահանգներ։ Կալանավորումը բաժանել է կյանքս։ Բոլորովին նոր էտապ է սկսվել եւ կարծում եմ դա հիմնավորապես փոխել է
եւ կյանքի, եւ անելիքի, եւ առաքելության նկատմամբ իմ վերաբերմունքը, բայց բոլորն էլ իմ կյանքի բաղկացուցիչ մասն են եւ բոլորն էլ այդ թվում նաև կալանքի համար շնորհակալ եմ այն մարդկանց օրինակ, որոնք կայացրել են այդպիսի որոշում, որ ես պիտի օրինակ 3.5 տարի անազատության մեջ մնամ, որտեվ նաև այնպիսի մարդկանց ու այնպիսի միջավայրերում եմ եղել, որ անպատկերացնելի էր, որ ես այլ պայմաններում կկարողանայի ու դա ինձ շատ կոփել, շատ ուժեղացրել է եւ իմ բոլոր հետագա աշխատանքներում իր կարևոր հետքն է ունեցել։ Նշում եք, որ ձեզ բանտարկել են Ռոբերտ Քոչարյանի պատվերով որպես քաղաքական ազդեցություն ունեցող մարդ։ Ռոբերտ Քոչարյանին եք շնորհակալ դրա համար։ Քանիսս հատուկ նշել եմ, որ Քոչարյանին անձամբ եմ շնորհակալ, որովհետև իրապես իմ կյանքի համար ուղղակի անպատկերացնելի նշանակություն է ունեցել այդ 3.5 տարին։ Պարոն Բաբաջանյան, իսկ եթե շարունակեիք ձեր դատավորին, որը օրինակ մի առիթով խանութում ինձ տեսավ ու ինձնից ներողություն էր խնդրում ինձ 3.5 տարի ազատազրկելու համար։ Ասում էր դերևից էին ասել կներեք պարոն Բաբաջանյան, ասենք ու չգիտես ինչ ասես էլի դատավորին, որը քեզնից ներողություն է խնդրում։ Եվ ինքը գործող դատավոր է։ Մարտիրոսյանի մասն է խոսքը։ Այդպես էլ ոչ բան չասեցիք։ Ինչ ասես։ Այսինքն ինչ ներողությունով 3.5 տարիդ ինչ ես անում։ Դե ինչ որ արձագանք։ Դե ընդհանրապես քմծիծաղ ես տալիս, անցնում ես առաջ։ Իսկ եթե օրինակ շարունակեք ձեր հոգևորական լինելու կարիերան, Հայաստանը ինչ կստանար կամ ինչ կկորցներ։ Ես ճիշտ ասած այդպիսի հրատապ առաջադրանք ստացա։ Գարեգին Վեհափարն էր առաջին Վեհափարն էր այդ ժամանակ 98 թվականին, որը պնդում էր, որ ես 21 տարեկանում պիտի կուսակրոնության ուխտ վերցնեմ եւ պիտի շարունակեմ եկեղեցում, ես ասի դա պատրաստ չեմ։ Հոգեպես պատրաստ չեմ։ Ասաց, եթե դու գնացիր, էլ հետ չես գա։ Աշխարհը քեզ կտանի։ Ասացի, ուրեմն կնշանակի, որ ես կոչում չունեմ, որովհետեւ այս ամեն ինչը նաեւ կոչումի հարց է, չէ՞, որտեղ շատերն են կանչված, ավետարանը ասում է, բայց քչերն են ընտրված։ Շատերը կգան, կսովորեն, բայց քչերը կդառնան հոգեորական։ Ով է ասում, որ բոլորը պիտի դառնան։ Եվ մենք յուրաքանչյուրս մեր կյանքում այդ հետքը մեզ ուղեկցում է եւ մենք օրինակ հիմա քաղաքական ասպարեզում եկեղեցական ներքին այդ կանոնական հարաբերությունները եկեղեցականներին իմանալը շատերը իմ ուսանողական ընկերներն են նրանց ճանաչելը օգնում է որպեսզի դու նաեւ ճիշտ կողմնորոշվես։ Հիմա օրինակ մենք նաեւ եկեղեցու եւ պետության հետ հարաբերություններում ես ակտիվորեն ներգրավված եմ եւ գիտեմ դրա սահմանները, առնվազն ես ներսից դրա պատկերացումը ունեմ։ Ու դա ինձ շատ օգնում է, ու ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը ով երբևէ այդ խողովակով անցել է, ճեմարանով, եկեղեցով, դա պարտք ունի։ Եկեղեցու համար առավելագույնը անելու։ Ու այս իմաստով իհարկե ինչ կստանար, ես կարծում եմ իմ երազանքն է եղել եկեղեցական լինել, կուսակրոն ես պատկերացրել եմ պիտի լինեմ վարդապետ եւ դրա համար Վենետիկում աշխատություն էի սկսել համեմատական տեսություն հայ եւ կաթոլիկ եկեղեցիների դավանաբանության ամբողջ այդ կետերն էի առանձնացրել Վեհափարի հսկողության պետաշխատանքի վրա ահագին ծանրացա բայց Վերադառնալով ձեր կալանավորմանը եւ բանտի կյանքին, դուք կալանավորվել եք, քանի որ ձեզ մեղադրանք էր առաջադրվել, որ փաստաթղթեր են կեղծվել եւ խուսափել եք բանակ գնալուց, ինչի արդյունքում 3.5 տարի անցկացրել եք բանտում։ Որպես քաղաքական գործիչ այս հարցը միշտ հետապնդելու է ձեզ, եկեք մենք էլ հասկանանք իրարից։ Դուք էլ հետապնդեք։ Ամեն դեպքում ինչու չծառայեցիք եւ որն էր դրա դրդապատճառը։ Նախ փաստաթղթերի մասով արդարացվել եմ հենց նույն դատարանում անմիջապես Փաստաթղթերը չէին կեղծվել։ Ոչ, այդ մեղադրանքը միանգամից դուրս է եկել եւ ընդհանրապես արդարացվել եմ 3 տարի առաջ դատարանում այն հիմքերը, որոնք ներկայացվել են այդ ժամանակ, դատիա չեն էլ եղել։
Այսինքն որևէ հիմք չկար ինձ ազատազրկելու։ Դա 3 տարի առաջ է եղել, ես բողոքարկել եմ, գլխավոր դատախազությանն եմ դիմել, իրենք դիմել են Վճռաբեկ դատարանին, դատարանը նորից լսել է գործը։ Եվ ես ունեմ արդարացման որոշում։ Ինչ վերաբերում է չծառայելուն, ես ճեմարանում սովորելու բերումով միանգամից ազատվել եմ ծառայությունից։ Ուղղակի ճեմարանը շուտ եմ ավարտել։ Եվ իրավունք չունեի Վայեն կամատին տեղյակ չպահել, որ ես շուտ եմ ավարտել, ինձ տարեք։ Դա էլ չեմ արել, որտեվ ես արդեն արտերկիր էի մեկնել, Միացյալ Նահանգներ էի մեկնել եւ Հայաստանում չեմ եղել, որպեսի տեղյակ պահեմ։ Եվ ավտոմատ իմ անունը ընդգրկվել է այդ հետախուզվողների մեջ եւ այլն։ Եվ բայց ես անարգել եկել եմ Հայաստան, գնացել եմ ու ծառայության մասին հիշել են միայն այն ժամանակ, երբ որ ես Հայաստանը որոշել եմ թերթ հիմնեմ։ Ես Լոս Անջելեսում սկսել էի ժամանակ օրաթերթ, այդ թերթը բերել եմ Հայաստան, մայիսին սկսել է հրապարակվել թերթը, ես հունիսի 6-ին ազատազրկվել եմ։ Իսկ չեք փոշմանել, որ չեք ծառայել։ Բնականաբար, այսինքն ընդհանրապես չծառայելու այդպիսի նպատակադրում չի եղել։ Ուղղակի իրերի բերումով չի ստացվել։ Ես դեռ 93 թվականին, երբ դպրոցը ավարտել եմ, ճեմարանի կողմից ստացել եմ այդ արտոնությունը, գնացել եմ Վենետիկ, ուսանել եմ 2 տարի, վերադարձել եմ, շարունակել եմ կրթությունս Գևորգյան ճեմարանում, Վազգենյան դպրանոցում եւ այդ է եղել պատճառը եւ 98 թվականին ես արդեն որ էքստերն կարգով վերջացրել մեկնել եմ Միացյալ Նահանգներ, ընդհանրապես իմ օրակարգում չի եղել ծառայել չծառայելու հարց, որտեվ ազատված եմ եղել։ Եվ այդ ծառայության մասին, չծառայելու մասին հիշել են 30, երբ ես եղել եմ 30 տարեկան։ Ես անազատության, այսինքն 27 տարեկանից հետո ընդհանրապես չի քննարկվում այդ հարցը, գոնե այն օրենքով, որը այդ ժամանակ գոյություն ուներ։ Եվ ես վճարել եմ նաև, որտեղ վճարման դիմաց նաև ազատվում էին ծառայությունից։ Վճարել եմ դատական process-ի ընթացքում, բայց այդ վճարումը չեն դիտարկել որպես հիմք ազատման։ Այնուամենայնիվ եւ առաջին ատյանը 4 տարի ա տվել եւ վերաքննիչը բողոքարկելուց հետո 3.5 տարի տվեցին եւ որոշեցին, որ ինձ պետք է մեկուսացնեն եւ ինձ հետ դատախազությունից այն ժամանակ Մարսել անունով մեկը կար, որ գլխավոր դատախազներ ուղարկել Աղվան Հովսեփյանը, որ ինձ հետ խոսեն, որ թերթը փակի, գնա Հայաստանից, մենք քո հետ բան չունենք։ Դա խափանման միջոցը ընտրելու ժամանակ էր։ Ես գնում եմ կալանավայր։ Ճիշտ ասած մտածելով, որ անհնար է գլխավոր խմբագրին անազատության մեջ պահել։ Այսինքն մի վարքյան չէի կասկածում, որ ինձ ազատ են արձակելու։ Հետո մի 6 ամիս հետո արդեն ԱԱՑ-ից մարդ եկավ, որ շատ վատ է լինելու, միջև վերջ նստելու ես, քեզ չեն վաղաժամկետ պայմանական չեն ազատելու։ Ես չէի հավատում, ճիշտ ասած, եւ իրենց էլ եմ մերժել։ Եվ իհարկե ընտանիքիս հետ խոսակցությունն է շատ ծանր եղել այդ ժամանակ։ Ես բավական լուրջ տենց ազգային անվտանգության ծառայություն, զրոներ կալանավայրում, հետո արդեն կլորում սկսեցի շարունակել իմ այդ ազատազրկումը, ծանր շրջան էր։ Ես մերոնց հետ խոսեցի, ասեցի, ինձ առաջարկում են դուրս գալ, այդ թերթը փակել, գալ եւ այլն, ու մաման ինձ ասեց, «Բա դրանից հետո ո՞նց ես ապրելու»։ Ու ես հասկացա, որ չէ, պետք է շարունակել հարմարվել։ Իսկ եթե հավատայիք չէիք մերժի, որին սպառնալիքներին, որ կազատեն։ Ու փակեք կազատեն։ Ես կասկած չունեմ, որ իրենք կազատեին։ Եթե ես այդ պայմանները կատարեի, պայմանն էլ թերթը փակել Հայաստանից գնալն էր։ Այսինքն բաց տեքստով ինձ ասում էր, այն ժամանակ կրակեմ Հրաչ անունով մեկը կար, Հրաչյա Հարությունյան, որը ԱԱԾ տնօրենի տեղակալն էր։ Ինքն էր այդ մարդուն ուղարկել բանտերի գծով տեղակալներ։ Ուղղակի բաց տեքստով ինձ ասում էին, որ քեզ հնարավորություն ենք տալիս փակել հեռանալ Հայաստանից։
Եվ հետո հասկացա ինչն էր պատճառը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց էր պատրաստել, որտեղ մի քանի անգամ իմ անունը նշված էր որպես քաղբանտարկյալ։ Եվ մամուլի ազատության եւ քաղաքական ազատությունների մասում եւ իրենց պետք էր ինձ արագ դուրս բերել որպեսզի Հայաստանը, որտեղ առաջի անգամ էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք, երբ քաղաքական հայացքների համար ազատազրկված անձի վերաբերյալ հիշատակում պիտի լիներ այդ զեկույցում։ Պարոն Բաբաջանյան, սա միակ դեպք չի, երբ որ հայտնվել եք դատարանում, 2 օր առաջ էլ ձեր քրեական գործերից մեկով դատական նիստներ, իդեպ գնացել եք։ Չէ։ Ձեր անունը հաճախ ենք հանդիպում այնպիսի դատական գործերում, որտեղ որ ձեզ մեղադրում են մարդկանց զրպարտելու մեջ, նաև ունեք քրեական գործեր, որտեղ մեղադրվում եք պարտքեր չվճարելու մեջ։ Ո՞րն է պատճառը, որ այսքան շատ գործեր կան հատկապես զրպարտելու դեպքում։ Դե ճիշտ ասած այդ ինչ որ դուք վկայաբերում եք այդ տարիներ առաջ ես ազգային ժողովի պատգամավոր եմ եղել եւ օրինակ չգիտեմ որ մի գործն է ես դաշնակցության վերաբերյալ հայտարարություններ եմ արել վերաբերյալ գործ։ Ահա 2 օր առաջ է եղել այդպիսի դատական բան կա։ Դատական նիստեր նշանակված հունվարի 20 է։ Հա, չեմ էլ իմացել ճիշտ ասած։ Չեք ծառայել։ Ես փաստաբան ունեմ, որը պետքա գոնե ինձ տեղեկացներ, բայց խոսել եմ ինձ չի ասել։ Ամեն դեպքում շնորհակալություն, որ նայել եք։ Զրպարտության մասին խոսք լինել չի կարող։ Ես վերահաստատում եմ ինչ որ ասել եմ դաշնակցությանը, ինչ որ ասել եմ։ Պարոն Բաբաջան, գուցե նորից կրկնվի այդ ամեն ինչը։ Հա, ես ասել եմ, որ իրենք տերորիստական կազմակերպություն են եւ իրենց երիտասարդական կազմակերպություններին, իսկ երիտասարդները իրենք են եկել ինձ պատմել, թե ինչ է խոսել Հրանտ Մարգարյանը իրենց հետ։ Ասել է, որ մենք պարտիզանական կռիվների պիտի պատրաստվենք Հայաստանում։ Իսկ դա ուղղակի մարդկանց այո պետության կարգի դեմ տերորիստական գործունեություն իրականացնելու կոչ է։ Եվ ես վերահաստատում եմ ինչ որ ասել եմ ազգային ժողովի ամբիոնից եւ պատրաստ եմ շարունակել այդ պնդել, եթե դատարանում դրա կարիքը լինի։ Այդպիսի գործեր կան Վանեցյանի հետ կապված, ռուսական մամուլում հրապարակված շատ կոնկրետ ապացույցներով, թե ով է ինքը եւ ինչ առնչություններ ունի այդ դոսիեի հետ։ Այնպես որ այդտեղ ես մտածելու բան չունեմ, մեր քաղաքական հակառակորդները, իդեպ ես այդպիսի սովորություն չունեմ, որևէ մեկին ես երբեք դատարան չեմ տարել, բայց պատրաստ եմ իրենց գործերով գնալ եւ դատարանում պատասխան տալ։ Պարտքերի մասով ճիշտ ասած չհասկացա ինչ էր խնդիրը։ Մեկ անգամ տնային կինոթատրոն եք վարձել, որի համար չեք վճարել, ոստիկանի եք վարձակալել որպես անվտանգության աշխատակից։ Իդեպ ինչի համար եք վարձակալել։ Չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Հայցում նշված է, որ վարձակալել եք ոստիկանի ձեր անվտանգություն ապահովելու համար, բայց իր գումարը չեք վճարել ու ոստիկանը ձեզ դատի է տվել։ Հա, չգիտեմ, էս ինչ որ նոր բան եք ասում, որի մասին ընդհանրապես առաջի անգամ եմ լսում։ Մի դեպք էլ կա, որ ապառիկով սառներն եք վերցրել եւ չեք վճարել էլի։ Դատալեքսում են այդ բոլոր գործերը։ Իմ անունն է կրկնում, որտեվ կա այդպիսի բան, որտեվ բացառված բաներ եք ասում։ Գոյություն չունի։ Այլ անձի մասին եք կրկնում։ Ուրիշ Արման Բաբաջանյան կարող է լինի։ Օրինակ այդպիսի Արման Բաբաջանյան կա Ավականիում։ Եվ ինձ ծանոթները մտածում էին, որ ես Արման Բաբաջանյան Շամիրի դուք միակն եք Հայաստանում։ Հա, շատ լավ, բայց այն ինչ որ դուք ասում եք, ինձ հետ ոչ սառնարանը կապ ունի, ոչ ոստիկան անվտանգություն, այսինքն հաստատ ես դրա մասին գոնե պետք է երազեկված լինեի, էլի։ Հասկացա, շատ լավ որ բարձրաբանեցիք։ Հա, շատ շնորհակալ եմ, որ նախ ասեցիք այդ գործերի մասին, ես անպայման հետամուտ կլինեմ, որ հասկանանք այդ ինչ գործեր են։ Շատ լավ։ Շատ լավ։ Իսկ դաշնակցության հարցով կոնկրետ կա դատական վճիռ, դատարանի վճիռ, որ դուք պետք է հերքեք դա։ Դուք չեք հերքել, իսկ դատարանի վճիռները օրենքով պարտադիր ենթակային իրականացման։ Ինչի՞ չեք իրականացրել այդ վճիռները։ Այնտեղ մի հարց կա, որը լավ է, որ դուք այդ հարցնում եք եւ հիմա կարող եմ բարձաբանել։ Ուրեմն ես ունեցել եմ Facebook-յան, իրենք պարտադրել են, որպեսզի ես Facebook-յան իմ անձնական էջում, պաշտոնական էջում ես դա հերքեմ։ Այդ պաշտոնական էջում դատավորի պարտադրած այդ բարբերությունը ես արտաբերել եմ, որից հետո
ասել եմ, որ դուք ուզում եք, որ ես սա հերքեմ, կարդացել եմ դատավորի առաջադրանքը եւ հետո ասել եմ, որ հերքելու բան չկա։ Դուք նույն terroristներն եք։ Եվ վկայաբերել եմ դրոյի գործը, վկայաբերել եմ 30+1 քրեական գործը 90-ականների, Վահան Հովհաննիսյան +30 գործով, երբ իրենք ուզում էին Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Սարգսյանին սպանել։ Այդ գործերը հրապարակի վրա են, Ժորժ ջան, այսինքն կարող եք բան անել։ Էլ չեմ ասում հոկտեմբեր 27, ես անձնապես Նահիրի Հունանյանին հանդիպած մարդ եմ եւ ինչ որ բաներ ավելի մոտից եմ հասկացել այն անունները գոնե որ ինձ տվել է Նայիրին, դրանք ուղիղ այդ կուսակցության հետ առնչվող մարդիկ են։ Դուք հարցազրույցի ժամանակ ասել եք, որ այդ անունները փոխանցելու եք ԱԱՑ-ին։ Ես փոխանցել եմ ԱԱՑ տնօրենի տեղակալին եմ հանդիպել, ԱԱՑ տնօրենն է ասել, որ ես իմ տված հարցազրույցները արժանահավատ են։ Այսինքն գոնե քրեական գործի հիմքերում դրա մասին հիշատակություն կա, ես նաև հարցաքննվել եմ անջատված մասով, հիմա առանձին քննություն կա հոկտեմբեր 27-ի եւ ես պատմել եմ ինչ եմ խոսել օրինակ Նայիրի Հունանյանի հետ եւ ընդհանրապես այդ գործով դրանից առաջ ինչ ակտիվություն եմ հանդես բերել որպես լրագրող։ Իսկ պարոն Բաբաջանյան, ինչ որ մանրամասներ կհայտնեք ձեր եւ Նայիրի Հունանյանի զրույցից, որը հանրությանը հայտնի չէ, որտեվ ես Արենը, մեր հասակակիցները եւ ինձ թվում է Հայաստանում լիքը մարդիկ հետաքրքրված են այդ հոկտեմբերի 27-ի գործով, որտեվ ինչքան էլ որ նորից բացվել է քննություն եւ նախաքննական փուլում է, ամեն դեպքում մենք առաջընթաց չենք տեսնում եւ նոր ինֆորմացիա չենք ստանում, թե ի վերջո ինչ էր տեղի ունեցել այնտեղ։ Դե ճիշտ ասած, ես չգիտեմ ձեր սերնդակիցներին ինչքանով ասա հետաքրքիր, որովհետեւ ձեր կյանքում տեղի չի ունեցել այդ ինչ որ տեղի է ունեցել ու ես շատ ուրախ եմ, որ տեղի չի ունեցել։ Բայց դա պետությանը վերաբերող շատ կարևոր հանգամանք է։ Ես շատ ուրախ եմ, որ դա ձեզ հետաքրքրում է։ Գիտեք, առաջին շատ པարզ բանը մենակ կասեմ, որ առաջի անգամ եմ ասում։ Նայիրին, երբ որ ինձ տեսավ եւ նախ ինքը ես միակն եմ եղել, որ ինքը համաձայնել է հանդիպել։ Ես դիմում եմ ներկայացրել իրեն հանդիպելու խնդրանքով արտահայտության նախարարին, որովհետեւ ինֆորմացիա ստացվեց, որ ինքը վաղաժամկետ պայմանական ազատվելու դիմում է ներկայացրել։ Եվ ուզեցի գնալ հասկանալ, այդ ինչ հույսով է ինքը որոշել ազատվել։ Ու իրեն հարցրել են, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը ուզում է հանդիպի, ինքը համաձայնել է։ Ինձ ասեցին, նախարարը զանգեց Բադասյանն էր այն ժամանակ, ասեց, որ ուզում է հանդիպի։ Ասեցի, շատ լավ։ Միանգամից քշեցի ԱԱՑ։ Գնացի, մի 6 ժամ խոսել ենք իրար հետ, բայց ամենա ուշագրավը այդ առաջի ռեակցիան էր, ասեց, եկել ես որ ասեմ Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել հոկտեմբերի 27-ը։ Այդ շատ հետաքրքիր սկիզբ էր, այսինքն ինքը գիտեր ես ինչ վերաբերմունք ունեմ Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը իմ անձնական կյանքում ինչ նշանակություն ունի եւ մտածում էր, որ ես հատուկ այսպես նպատակադրված եկել եմ իրանից ինֆորմացիա ստանամ, թե Ռոբերտ Քոչարյանն անձնապես ինչ մասնակցություն է ունեցել հոկտեմբեր 27-ին։ Իհարկե զրույցի ընթացքում որոշ հետաքրքիր դետալներ կային, հատկապես նախագահի աշխատակազմի ղեկավարի Ալեքսան Հարությունյանի ներգրավվածության մասին, Ալեքսան Հարությունյանը ում ուղղորդմամբ կարող էր այդտեղ հայտնվել, զանգել Նայիրին, ինչ որ բաներ ասել։ Բայց այդ առաջի ռեակցիան առաջի անգամ եմ ձեզ հետ կիսվում։ Որը շատ հետաքրքիր է։ Խոսեցիք, թե ինչու էր դիմում ներկայացրել վաղաժամ ազատներ։ Այո, որտեղ ասում էր դուք պիտի ազգովի խնդրեք, որ ես ազատ արձակվեմ, որ գամ ձեզ փրկեմ։ Ասեցի, ումից ես ուզում փրկես, ասեց մորուսավորներից։ Իդեպ այդ մորուսավորները եղել են նաև հոկտեմբեր 27-ի իր կարևոր մոտիվներից, ինքը երկրապահների դեմ էր պայքարում եւ համարում էր, որ մորուքավորները ազգի ուրեմն հիմնական խնդիրն են եւ դրանցից պետք է ազատվել։ Ու իդեպ ինձ հետ էր նաև բանը քրեակատարողական ծառայության այդ հիմնարկի պետը, որը բան եղավ շատ, ասեց այդ ովքեր են այդ մորուսավորները, մտածել եմ, որ գործող իշխանությունները բոլորը մորուքներով էին այդ ընթացքում, Նիկոլը դեռ չէր սափրվել։ Ինքը բան չարեց, թեման չշարունակեց։
Այդ 6 ժամվա ընթացքում էլ ինչ եք խոսացել, որ կարաք պատմեք։ Չեմ կարող։ Խի։ Շատ բան պատմել եմ եւ նորություն շատ չեմ ասի ձեզ, իսկ կրկնվել չեմ ուզենա, ափսոս է այս ժամանակը։ Շատ լավ։ Եթե կա ինչ-որ հատուկ հարց, որ ձեզ հետաքրքրում է, կարող եմ կրկնվել, բայց այնպիսի բաներ ենք ուզում իմանանք, որ դեռ ոչ մեկին չեք պատմել ու ոնց որ ինչ-որ նոր բան կլինի համեր, համուսների համար։ Որտեվ հանրությանն էլ դա հուզող հետաքրքրող հարց է։ Հուզող չէ, ավելի շատ հետաքրքրող, որտեղ դե 2000-ականների սկզբին ազատազրկվելուց հետո նայրին ոչ ոք չէր տեսել։ Ես եմ տեսել եւ շատերին հետաքրքրում է, օրինակ գլուխը աշխատում է, թե չէ։ Կարող եմ ասել, որ աշխատում է, բայց մերթ մթագնում էր եւ մենք ընդմիջում էինք տալիս։ Մեկ-մեկ ինչ-որ ցնդած բաներ էր խոսում, բայց հետո շատ ճշգրիտ, օրինակ, դեպքեր էր նկարագրում։ Պատմում էր այդ հատկապես իր հանդիպումների մասին դրան նախորդած ժամանակահատվածում։ Օրինակ Վազգեն Մանուկյան, Ռուբեն Հակոբյան, Հրանտ Մարգարյան, այս երեքի անունն է տվել, որոնք իրան պարբերաբար խրախուսել, ոգևորել են, որ Հայաստանի խնդիրը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են։ Վազգեն Սարգսյանը չի լինում, Հայաստանը փրկվում է։ Եվ դա իր համար դարձել է բան, առաքելություն։ Եվ հիմա, երբ որ ինքը վաղաժամկետ պայմանական այդ դիմումը գրել է ազատման, ինքը այդ իր փրկչի առաքելությունը դեռ չի համարում ավարտված։ Ասում է, ես կգամ ձեզ կփրկեմ։ Դուք պիտի խնդրեք, ասում է, դիմումը ես ոչ պիտի գրեմ, դուք պիտի գաք ինձ ազատեք, որ ես ձեզ փրկեմ։ Այս գիտակցումը տենց նստած է իր մեջ։ Բայց արդարացի եք համարում, որ հանրության հետ չեք կիսվում այն մանրամասներով։ Դե բաներ կա, որ գուցե պետքա թողնել, որպեսի գործի բացահայտման համար գուցե ավելի կարևոր հանգամանք կարող է դառնալ եւ բացահայտելու իմաստով ես ավելի շահագրգռված եմ, քան հիմա սենսացիա ստեղծելու։ Հետաքրքրվում եք իսկ գործի քննությամբ հիմա չէ որ նախաքննության փուլում։ Դե այնքանով որ ինձ կանչել են, ես հարցաքննվել եմ այլ քննչական կոմիտե թե քննչական կոմիտեի այն ժամանակ կարծեմ ԱԱԾ-ում եմ քննվել ես։ Իսկ որպես ինչ եք հարցաքննվել ՎԿ կամ ՎԿ չեմ կարող, որովհետև այդ իրադարձություններին առնչվող անձինք։ Այո, Նաիրի Հունանյանի հետ հանդիպել եմ, այն մանրամասները, որոնք որ ինձ հայտնի են դարձել, ես դրանք փոխանցել եմ քննիչին։ Մի դիտարկում մինչև հաջորդ թեմային ասնելը իմ գործընկերները ստուգեցին, պարզեցին, որ ոստիկանության ծառայողի վարձելու գործը իսկապես ձեր անունով է։ Սառնարանինը չէ, բայց ոստիկանին վարձելու գործը, հա։ Ու կարող եք նաև դուք էլ բարձել, թե դատալեքսում ձեր անունով էլ ինչ հավելյալ գործեր կային։ Սառնարանը չէր, բայց չէ, ոստիկանին վարձելը, հա։ Անվտանգության կարիք կար այդ ժամանակ։ Կար։ Դա 2011-12 թվականներն էին։ Դրա մասին առիթ ունեցել եմ մի անգամ խոսել, բայց շատ լավ է որ բացում եք այդ թեման։ Քաղաքական այսօր էլ կարևոր դերակատարներից մեկը սպառնում էր ինձ սպանել։ Եվ դրա մասին հայտնի էր դարձել այդ ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Ինքը տեղեկացրել էր գործող իշխանությանը, որոշել էին, որ ինձ պետքա անվտանգություն տրամադրեն։ Եվ տևական ժամանակ միջև կարծեմ 14-15 թվականները միջև Հովիկ Աբրամյանի վարչապետ դառնալը ես անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ եմ շարժվել։ Այդ մարդը այսօր էլ կարևոր դերակատար է Հայաստանի քաղաքական դաշտում, անունը չեմ տա, բայց ես եղել եւ մնում եմ իր քաղաքական հակառակորդը։ Ոլորտ էլ չեք նշի։ Քաղաքական։ Չեք դիմել դատախազություն կամ ոստիկանություն, որ ձեզ սպառնում են։ Ինձ ուղղակի սպառնալիք չի եղել։ Այդ եղել է ներքին մի քննարկման խոսակցության ժամանակ, ինձ ասեցին, որ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ այդ մարդը ասել է, որ
ինձ խփել է տալու։ Եվ այդտեղ ներկա են եղել Գորիկ Հակոբյանը, ԱԾ տնօրենը այն ժամանակվա, եւ եղել է Վլադիմիր Գասպարյանը, որոնք Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ դա տենց նետադրություն ունի, նա էլ ասել է, որ անվտանգության հարցերը կլուծեք, երկրի գլխին պատմություն չդառնա։ Եվ այդպիսի ուրեմն շարունակություն է ունեցել, այսինքն առանց իմ կամքը հարցնելու խմբագրությունում բերել են անվտանգության մարդիկ են դրել ոստիկանությունից։ Ես երբ ուզեցել եմ հասկանամ, ասել են դու չես կարող բան անես։ Սա վարչագույն իշխանության կողմից որոշում է։ Այդքանը գիտեմ։ Ինձ այս տղաները նաև ասել են, որ մեքենայի տակ բան է տեղադրվել այս ամբողջ ընթացքում, երբ որ իրենք ինձ հետ են եղել։ Ինձ հետապնդել է։ Մեքենայի տակ ինչ է տեղադրվել։ Բայթուցիկ։ Հա։ Այսինքն դա եղել է լրիվ ոստիկանության աշխատակիցների, իրենք դե ոստիկանության աշխատակիցներ էին։ Իրենց գործողությունների արդյունքում դրանք հայտնաբերվել են, ինձ հետապնդել են, մեքենայը իմ հետևից եկել, իրենք կարողացել են չեզոքացնել, ինձ նույնիսկ մի անգամ Վրաստան են դուրս բերել այս տղաները, որովհետև ծայրաստիճան լարված իրավիճակ է եղել, այդ բոլորը այդ տարիների մասին է խոսքը, հատկապես 2012 թվական, երբ խորհրդարանական ընտրություններ են, 2013-ին, երբ նախագահական ընտրություններ էին, շատ ակտիվ ներգրաված եմ եղել այդ։ Փաստորեն Սերժ Սարգսյանի պաշտպանության ներքո եք այդ ժամանակ։ Սերժ Սարգսյանը անձնապես որոշել է, որ երկրում ինձ ֆիզիկապես գոնե լիկվիդացնելը կարա երկրի համար ծանր հետևանք ունենա եւ ինքը հանձնարարել է, որ իմ անվտանգության հարցը լուծեն։ Իսկ երկրի համար ծանր հետևանք չէ, որ այն մարդով ձեզ սպառնացել է շարունակում եք քաղաքական կարևոր դեր կատարել։ Ես այսօր էլ այդ հարցը բարձրացնում եմ գործող իշխանությունների առաջ, որտեվ այդ մարդը ոչ միայն ինձ հետ կապված որոշումների հեղինակ է, այդ մարդը նաև 2008 թվականի մարտի 1-ի այն հայտնի գաղտնի 0038 հրամանի կարևոր մասնակից է խունտայի, հա, որտեղ իշխանությունը զավթված է եղել, իշխանությունը ժողովրդի կամքով չի ձևավորվել եւ ինքը եղել է կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժի մաս։ Եվ իմ համոզմամբ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի այդ հայտնի որոշումը, ըստ որի կյանքի իրավունք է խախտվել, այսինքն Հայաստանի իշխանությունը, պետությունը ըստ այդ միջազգային իրավական գնահատականի պետությունը խախտել է մարդու կյանքի իրավունքը, այսինքն հրաման է տրվել մարդկանց գնդակահարել, սպանել։ Իսկ դրանք եղել են խաղաղ ցուցարարներ, այդ ապացուցված է։ Հիմա 10 հոգի գնդակահարվել է եւ այդ մարդիկ ըստ էության Հայաստանի ժողովրդավարության վրա են կրակել։ Հիմա մենք թույլ ենք տալիս, որ այդ նույն մարդիկ նորից մասնակցեն Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, որպեսզի ինչ անեն, ոչնչացնեն ժողովրդավարությունը։ Ես կարծում եմ, որ հատկապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իմ հիշատակած այս որոշումը պիտի ունենա շատ կոնկրետ հետևանք։ Իրավական եւ դրանից բխող քաղաքական գնահատական պիտի տրվի եւ այդ մարդիկ ինչպես Չեխիայում արվել, Լեհաստանում արվել, մերձբալթյան երկրներում արվել, ժողովրդավարության թշնամի պիտի հրճակվեն եւ այդ մարդկանց մասնակցությունը հետագա ժողովրդավարական գործընթացների պիտի արգելվի, որովհետեւ այդ մարդիկ իրենց կյանքով արդեն ապացուցել են, որ իրենք ժողովրդավարության թշնամիներ են։ Իսկ ո՞նց է պատկերացնում այդ քաղաքական ուժերի հեռացումը Հայաստանից։ Ուղղակի այդ մարդկանց պիտի լյուստրացիա արվի, այդ մարդկանց գործունեությունը պիտի դրվի, որ իրենք օրինակ այս բաների մեջ են եղել եւ հրամաններ են արձակել։ 10 անմեղ քաղաքացի Երևանի կենտրոնում սպանվել է։ Դա պիտի ունենա հետևանք, թե չէ։ Այսինքն կուսակցությունները լուծարվեն, այո, հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, օրինաց երկիրը, այդ օրվա գործող քաղաքական կոալիցիան եւ դրա հետ կապված բոլոր անձինք պիտի դուրս դրվեն քաղաքական գործընթացներից, որտեվ իրանք 0038 գաղտնի հրամանի մասնակիցներ են, որտեղ իրենք խորհրդարանական որպես ուժեր քվեարկել են հոգուտ արտակարգ դրություն, ռազմական դրություն հայտարարել օրինակ։ Բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում։
Պարոն Բաբաջանյան, այսինքն քաղաքական կուսակցությունները լուծարվեն, Չեմ ասում լուծարվեն, իրենց մասնակցությունը առաջիկա ընտրություններին եւ դրանից հետո առնվազն 3 ընտրության օրինակ, իրենք չպետք է մասնակցեն։ Միջև այդ կուսակցությունները սերնդափոխության ենթարկվեն։ Համապատասխանը նոր Հայաստանի այս նոր օրակարգերին, որովհետեւ իրենք Հայաստանի կայունացման, Հայաստանի հարատևության, ինքնիշխան երկիր որպես հարատևության, ժողովրդավար երկիր որպես գոյության հետ հաշտ չեն։ Նրանք անթաքույց քարոզում են Հայաստանի անկախության դեմ թեզիսներ են հրապարակում, միութենական պետության մաս դառնալու անթաքույց, այսպես հայտարարություններ են անում, որ իրենք դեմ չեն լինի։ Ու մենք պիտի վերաբերմունք հստակեցնենք։ Իսկ այնպես չի ստացվի, որ հաջորդ իշխանություններն էլ կան, ինչ որ քաղաքական ուժեր իրենց դուրը չկա, էլի իլյուստրացիայի միջոցով։ Ես դուր գալու մասին չխոսեցի, ես ասում եմ կա մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում։ Ես չեմ ասում նույնիսկ ազգային դատարանի մասին չեմ խոսում։ Ասում եմ ՄԻԵԴ-ը 6 ամիս առաջ սեպտեմբերի 18-ին որոշում ունի։ Դա պիտի գլխավոր դատախազության համար հստակ գործողություն պիտի հաջորդի դրան։ Ինչ են կանում այդ որոշման հետ։ Իդեպ ասեմ, որ այդ որոշումը պետության 17-ամյա անգործության ապացույց է, որտեղ այն ինչ որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, պիտի աներ մեր պետությունը։ Իսկ այդտեղ արդար դատաքննության իրավունք է խախտվել, մարդիկ փոխհատուցում չեն ստացել արժանավայել։ Եվ ամենակարևորը ազգային դատարանը չի ֆիքսել, որ կյանքի իրավունք է խախտվել։ Դրա համար մարդիկ ստիպված են եղել գնալ մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մենք այդ դատարանի անդամ ենք եւ պիտի դա հետևանք ունենա։ Եւ դա ոչ միայն իրավական հետևանք պիտի ունենա։ Դա պիտի ազգային ժողովի կողմից կոնկրետ այդ ուժերի վերաբերյալ քաղաքական գնահատականի պիտի արժանանա եւ դրանք պիտի հստակ նաեւ հետևանք ունենա մեր առաջիկա ընտրություններին։ Հիմա մենք անընդհատ այս խորհրդարանական հարց ու պատասխանները բաները նայում ենք, տեսնում ենք թե ոնց է իշխանությունը պաշտպանվում ընդդիմադիր բաներից։ Բա ձեր ժամանակ եւ այլն, միջև երբ լավ։ Սրանք կարելի է մեկ ընդմիշտ այս հարցը փակել։ Եվ տպավորությունն է, որ շատ բոլորին էլ տենց հաճելի է այս գող փիսո քաչալ շուն այս վիճակները։ Մենք մեզ դուրս ենք դրել այս Բայց այսօրվա դատական իշխանությունը կարողանա այդ գործերը փակել։ Դրանպես ես կարծում եմ, որ դատական իշխանությունը այս մեր երկրի ամենաարատավոր ինստիտուտն է, որը լրջագույն զտման կարիք ունի, վեթինգի ենթարկելու կարիք ունի, որը բարեվարկության խայտառակ մակարդակ կա դատական համակարգում 60%-ը մոտավորապես շարունակում են մնալ նախկին դատավորները, ովքեր քրեական կապերով են կապված, ովքեր քաղաքական առնչություններ ունեն նախկին իշխանությունների հետ, ասենք Ռոբերտ Քոչարյանի նշանակած դատավորները, ասենք, շարունակում են մնալ համակարգում։ Բայց ո՞րն է պատճառը, որ այդպես էլ չի ստացվում վեթինգը իրականացնելը։ Որովհետև վախում են, այս իշխանությունը կամք չունի։ Որտեվ կարծում եմ, որ իրանք մտածում են, որ եթե իրական վեթինգ իրականացնեն, ուղղակի դատավոր չի մնա։ Ես էլ ասում եմ, ումա պետք է դատական համակարգ, ավելի լավ առանց դատավորի դատական համակարգ, քան այս հանցագործների հետ դատական իշխանություն, որտեվ իրականում 18 թվականը արդարության համար էր։ Մարդիկ դուրս էին եկել փողոց, որպեսզի արդարություն կարողանան գտնեն։ Այդ արդարությունը չի գտնվել այս դատական իշխանության պատճառով։ Եվ ի վերջո եթե մենք sense միջազգային մեծ նախագծերի մասին ենք խոսում, օգոստոսի 8-ի համաձայնությունը, որի մասին մենք այդքան խոսում ենք եւ մենք աջակցում ենք, չի կարող դա տեղի ունենալ եւ Հայաստան չեն կարող ներդրումներ գալ այս դատական իշխանության պայմաններում, որտեղ եթե մարդը չի կարողանալու իր կապիտալը պաշտպանել դատական իշխանության միջոցով, ինքը այդ կապիտալը չի բերելու Հայաստան։ Բայց տպավորություն կա, թե գործող իշխանություններին էլ է ոնց որ ձեռնտու է դատական իշխանությունը։ Չի ասի, որտեղ վարչապետը քանիցս վերջին ամիսներին հատուկ ընդգծեց, որ մենք էլ չէինք պատկերացնում ասելով, որ դատական իշխանության վիճակը տենց վատ է։
Բայց ես դրան հաջորդող որևէ գործողություն չեմ տեսել։ Ավելին արտահայտության նախարարը ասում էր, որ ամեն ինչ լավ է դատական իշխանությունում։ Ինձ է ասել անձնապես, ու ես համակարծիք չեմ դրա հետ։ Եվ իմ ինչպես նախկին ազգային ժողովի падգամավորի հիմնական օրակարգային հարցը հենց դատական իշխանության հարցն է եղել։ Եթե մենք կարողացանք հաղթահարել եւ նորից ազգային ժողովում հայտնվեցինք, կրկին այս հարցը լինելու է իմ օրակարգում։ Այս ձեր ասած ընդդիմություն կոչվածը մի անգամ այդ հարցը չի բարձրացրել, որտեղ իրենք նույն բաներն են, հա, գործողներն են, դատավորները եւ այս ձեր ասած ընդդիմության այս հայտնի շրջանակները, որտեղ վաղուց ըստիս եթե մենք նորմալ դատական համակարգ ունենայինք, շատերը եւ իրենց ապօրինի գույքով վաղուց արդեն գործեր հարուցված կլինեին, շատերը շատ անհարմար վիճակում կլինեին, ոչ թե վերադարձի այսպես հոխորտանքներով եւ սպառնալիքներով հանդես կգային, այլ ուղղակի մկան ծակը կմտնեին։ Իդեպ մասնակցելու եք ընտրություններին։ Ոչ թե պիտի իրենք ազատություն ռադիոկայանով հարցազրույցներ տային, ազատություն պիտի աղերսեն ուղղակի։ Իսկ մասնակցելու եք ընտրություններին։ Անպայման մասնակցելու ենք իհարկե։ Օրինակ եղել եք Լուսավոր Հայաստանում, հետո ձեր կուսակցությունն եք հիմնել Լևոն Շիրինյանի հետ դաշինք եք։ Լուսավոր Հայաստանում եղել եմ անկուսակցական։ Հա, ինձ հրավիրել է Մարոկյանը եւ ես երրորդի մեջ եմ եղել, երկրորդ համարն եմ եղել, չի երրորդ համարն եմ եղել այնտեղ։ Երկրորդ համարն եմ եղել, բայց կուսակցական չեմ եղել։ Հետո ընթացքում դարձել եմ անկախ պատգամավոր, որտեղ գաղափարական խզում եմ տեսել եւ այդ խզումը հիմա ավելի ակներև է, հստակ է, որ ինքը նաեւ լիբերալ հայացքներին, իսկ Լուսավոր Հայաստանը լիբերալ կուսակցություն էր։ Լիբերալ հայացքների կրող չի եւ կողմնորոշման, քաղաքական կողմնորոշման, արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապված խնդիր կա։ Ես ընդգծված Հայաստանի արևմտյան կառույցների, Արևմուտքի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման կողմնակից եմ եղել, թեև իրենց կանոնադրության մեջ նշված է, որ Հայաստանը Եվրամիության անդամ պիտի դառնա, բայց իրենք հիմա տրամագծորեն հակառակ քաղաքական գծի մեջ են եւ հիմա ավելի པարզ է դառնում իմ դուրս գալու քաղաքական պատճառները։ Երկրորդ, այո, մարդիկ եկել են ինձ հետ հանդիպման եւ ասել են, որ մենք ուզում ենք քեզ հետ կուսակցություն հիմնենք։ Եվ մենք ստեղծել ենք նախաձեռնություն 2020 թվականին պատերազմից առաջ եւ պատերազմից առաջ ընդամենը 6 օր առաջ մենք կուսակցություն ենք հիմնել եւ 21 թվականին, ինչպես նշեցիք, պարոն Լևոն Շիրինյանի հետ դաշինքով մասնակցել ենք ընտրության։ Իսկ ինչ ձևաչափով եք մասնակցելու հաջորդ ընտրություն, այս առաջիկա ընտրություններին։ Կրկին մասնակցելու ենք վառ անհատականությունների, հայտնի անհատականությունների հետ, գուցե մեկ ցուցակով կամ դերևս քննարկման թեմա է, թե գնանք դաշինքով, թե ոչ, բայց դա չի լինի միայն զուտ կուսակցականների ցուցակ, դա կլինի նաև քաղաքասարակության մեր շատ պատկառելի ներկայացուցիչների մասնակցություն, ում հետ մենք 2024 թվականին Եվրաքվեյով Եվրամիության անդամակցության հարցով մենք ստորագրահավաք էինք անում, եթե չգիտեմ հետևել եք, ձեզ նաև պիտի հետաքրքրեր այդ, մենք մոտ 60 բնակավայրերում համայնքային կենտրոններում ստորագրահավաք ենք իրականացրել եւ 60,000 ստորագրություն ենք հավաքել անհրաժեշտ 50,000-ից մեկ ամսում։ Երբ մեզ պետք էր 2 ամսում հավաքել 50,000-ը։ Ու մենք հիշում ենք այդ տրամադրությունները նաեւ մեզ ողջևորեց, որ այդ հաջողությունը պիտի կրկնենք։ Եվ դա է նաև ստիպել, որ մենք նաև մեր քաղաքական մյուս գործընկերների եւ նաև հասարակական կազմակերպությունների մեր ներկայացուցիչների հետ քննարկենք միասնաբար այս ընտրություններին գնալու հնարավորությունը։ Օրինակ ձեզ մեղադրում են իշխանություններին արբանյակ կուսակցություն լինելու մեջ, ինչից դա կլինի ըստ ձեզ։ Դե եթե դու Նիկոլին Թուրք եւ Դավաճան չես ասում, ավտոմատ այդ դաշտում ես հայտնվում։ Իսկ ես չեմ ուզում մրցեմ այդ հայոյանքների դաշտում, որտեղ այնտեղ ես միշտ պարտվելու եմ։ Ես չեմ կարծում, որ քաղաքականության մեջ հայոյանքը ընդհանրապես որպես գործիք պիտի
տեղ ունենա։ Քաղաքականությունը հենց նրա մասին է, որ մենք կարողանանք խոսելով հասնել ճշմարտության։ Եվ վերջո դիալեկտիկա կա դրա համար եւ ճշմարտության հասնելու այլ ձևեր կան։ Միջդեռ այն գործիքը, որ ընտրել է ձեր կողմից բնորոշված ընդդիմությունը, ինձ համար կատեգորիկ մերժելի է, եւ եթե դու չես հայում եւ չես ասում թուրք դավաճան, ուրեմն դու արբանյակ ես։ Ինձ դա որևէ կերպ չի հուզում այդ ձևակերպումները, որտեղ ինձ համար ավելի կարևոր հարցեր կան, որոնք վերաբերում են մեր պետության դիմադրողունակությանը, ժողովրդավարական ինստիտուտների խորացմանը, զարգացմանը, պետության ապագային, իսկ ես գործող իշխանությանը ոչ դավաճան եմ համարում, ոչ էլ թուրք։ Իսկ կհամագործակցեք քաղաքացիական պայմանագրի հետ։ Որ եղել են անթույլատրելի սխալներ, բայց ես չեմ գտնում, որ դրանք եղել են գիտակցված, իսկ սկզբանե պլանավորված, ինչպես ասում են, իսկ սրանք փոխում են ամբողջ էությունը հարցի։ Գալիք ընտրություններին կհամագործակցեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ինչ որ պայմանների դեպքում։ Օրինակ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հստակ ինձ ասի, երբ է պատրաստում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից եւ երբ է պատրաստում օրինակ դիմումը ներկայացնել Եվրամիության անդամակցության վերաբերյալ։ Մենք օրենք ենք ընդունել։ Այդ օրենքը մեր ստորագրությունների արդյունքում նախագիծ ենք տվել ազգային ժողովը ընդունել է մարտ ամսին 2025 թվականին։ Դրանից հետո որևէ ճանապարհային քարտեզ չի նախանշվել։ Ինչ քայլ է դրանից հետո արվել։ Հայաստանը ավելի մոտեցել է Եվրամիությանը, ոչ։ Հայաստանը ընդհանրապես ասում է, գիտեք, մեր ռազմավարական նպատակը Եվրամիության անդամ դառնալն է, բայց Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը մեր օրակարգում չկա։ Այս չի լինում։ Սրանք չափազանց կարևոր պայմաններ կլինեն։ Կասեն, մեր պայմաններին ընդառաջ կգնա գործող իշխանությունը։ Գուցե կհամագործակցենք, որովհետև տեսնում ենք նաև համագործակցության շրջանակ, բայց տեսնում ենք նաև կամքի բացակայություն, տեսնում ենք ահռելի վախեր։ Իսկ վախերը երբ են առաջ գալիս, երբ որ նյութը քեզ ծանոթ չի, երբ որ դու բավարար գիտելիքներ չունես, բավարար հմտություն չունես, երեխան ինչի է վախենում, որտեղ անծանոթ է աշխարհը։ Եվ ես խորապես համոզված եմ, որ գործող իշխանության շատ ու շատ գործողություններ այդ վախը պարալիզացրել է կենսունակությունը շատերի ու դա պայմանավորված է եւ փորձի իսպառ բացակայությամբ կամ պակասով եւ նաեւ ցախավելը լինի, բայց մերը լինի, սկզբունքն է տեղ աշխատում, այսինքն մասնագիտական կարողությունները չեն խրախուսվում, որ թեկուզ թույլ տալ, որպեսզի մի քիչ տեխնոկրատական արյուն գա, ով ուզում է լինի, միայն լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, այսինքն այդ սկզբունքով ես կարծում եմ, որ մենք որակյալ կառավարման հետ խնդիրներ ենք ստեղծում։ Օրինակ ընտրություններից հետո տեղական ինքնակառավարման մարմինների նոյեմբերյան համայնքում հանրապետության կուսակցությունը ընդհանրապես անջատվեց իր բռնած քաղաքական ուղուց ու իրենց քվեները տվեցին ապրելու երկիր կուսակցությանը։ Ապագա ընտրողի ինչով վստահ լինի, որ նույն սցենարը չի կարող առաջանալ հետագա ընտրություններում կամ դուք կկարողանաք պահել։ Այնքան ուրախ եմ այս հարցի համար, որովհետև նաև այդ կարճ ժամանակում օրենքի պահանջներից բխող մի բան կար, որ կուսակցությունները տեղական ընտրություններում պիտի գտնեն իրենց համար պարտներներ, որպեսզի ի վիճակի լինեն ընտրություններին մասնակցել եւ մեզ եկան գտան, մենք այդտեղ գաղափարական ընդհանրություն տեսանք այդ տղաների հետ։ Ու իրենց օգնեցինք եւ ֆինանսապես եւ մեր կազմակերպչական կարողություններով, բայց ինձ համար սկզբունքային էր, մենք քաղաքական հայտարարություն արեցինք, որ պրոռուսական որևէ ուժի հետ համագործակցություն բացառվում է։ Իրենք գնացին առևտրի, ըստ ամենայնի ապրելու երկիրը առավ մեր տղաներին, եւ մենք ասացինք, որ որևէ քաղաքական պատասխանատվություն չենք կրում այլևս այս ֆրակցիայի համար, որովհետեւ ի սկզբանե հայտարարել ենք, որ բոլորի հետ պատրաստ ենք աշխատել, բայց դա չի կարող լինել Թաթարստանի կարգավիճակ երազող կուսակցության հետ որևէ համագործակցության
ուրեմն տեսքով։ Իսկ քպային ձայներ կտակ մեզ դուրս ենք տվել։ մոդուլյացիոնից հետո Ունենք համագործակցության օրինակ Արարատում աջակցել ենք քաղաքացիական պայմանագրին, որպեսզի հանրապետականը չգա իշխանության։ Եղել է այդպիսի բան, բայց մենք փորձել ենք մեր կուսակցության տեղական օրակարգերը այդտեղ առաջ մղել եւ լավագույնս դրսևորել են մեր տղաները։ Պարոն Բաբաջանյան, բայց մենք հանրությունը ոնց վստահ լինենք, որ այդ պատմությունը նորից չի կրկնվի, օրինակ գալիք ընտրություններին։ Այդ գալիք ընտրությունների առումով այդ իմաստով արդեն մենք բավական փորձ ենք ձեռք բերել եւ պատահական մարդկանց հետ չենք պատրաստում արագ որոշումներ կայացնել, ինչպես դա տեղի ունեցավ 21 թվականին, երբ նաև թե համապետական ընտրություններն էին արտահերթ, եւ թե դրան հաջորդած իրադարձություններն էին շատ մեծ համար անակնկալ։ Հիմա մենք տեղերում արդեն մեր տղաները ունենք եւ կգնանք ընտրության հատկապես այնտեղ, որտեղ արդեն անցած ճանապարհ ունենք։ Պես սպոնտան որոշումներ չեն կայացնի։ Այ ասում են ձեզ կալանավորել է եղել է քաղաքական դրդապատճառով, դուք եք ասում։ Իսկ ըստ ձեզ Հայաստանում այսօր խոսքի ազատություն է, մարդիկ կալանավորվում են իրենց խոսքի համար, թե չէ։ Սրանից ավել խոսքի ազատություն է լինում, մեզ համար երազանքի միջավայր է։ Այսքան հայյանքը մեդիայում անպատկերացնելի էր նախկինում, հա, մարդիկ նախագահին փորձում էին վիրավորական, այսպես, չգիտեմ, մի արտահայտություն անել դրսերից։ Գնում էին, գտնում էին, սպանում էին այդ մարդկանց։ Հետո այդ մարդկանց չէին դատում նախկինում, այդ մարդկանց ծեծում էին, սամասուդ էին անում, այդ մարդիկ, հա, իսկապես եմ ասում։ Հետո այդ մարդիկ ներողություն էին խնդրում, ծեծված, ջարդված ներողություն էին խնդրում, որ իրենք վրիպել են, սխալ են թույլ տվել եւ այլն, որպեսզի դաս լիներ մյուսներին։ Հիմա չգիտեմ կոնկրետ որ գործի մասին եք ասում։ Օրինակ իմնեմնիմի ոդկասթի ճիշտ ասած այդտեղ կարծեմ հայոյանքի հետ կապված բան կա եւ գործի մանրամասներին էլ տեղյակ չեմ։ Կոնկրետ օրինակ Նարեկի հետ անցած ճանապարհ ունեմ։ Մենք նույն գաղափարական եւ քաղաքական գծի մեջ ենք եղել։ Ինքը ինձնից շատ ավելի Քոչարյանի հակառակորդ եւ Սերժ Սարգսյանի հակառակորդ է եղել։ Հիմա չգիտեմ, ճամբարա փոխել։ Ես իր հետ ելույթներ եմ ունեցել։ Ինքը իմ լրատվամիջոցում այնպիսի հարցազրույցներ ունի։ Ինձնից բեժբետար ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի։ Եվ որևէ խնդիր ես այդտեղ չեմ տեսել այդ ժամանակ։ Հիմա էլ ճիշտ ասած չեմ էլ հետևել այդ իրենց հաղորդմանը, գիտեմ որ նաև հացադուլի մեջ է այդ տղան եւ կուզեմ որ պարզություն մտնի եւ եթե իրապես խոսքի ազատության հարց է եւ վիրավորանքի հետ կապ չունի պիտի ազատության մեջ հայտնվի։ Շատ լավ, որպես թերթի խմբագիր ձեզ երբևէ ճնշել են բացառությամբ այն ձեր դատվելու դեպքը։ Դատական գործը։ Ճիշտ ասած իհարկե ճնշում որպես այդպեսին փորձեր են եղել, բայց մենք ես շատ լավ թիմ եմ ունեցել լրագրողների եւ չի գտնվի ոչ մի լրագրող կարող է ասի, որ ինքը որևէ հոդված գրել է եւ ես դա մերժել եմ, որովհետեւ ես ճնշման եմ ենթարկվել կամ պայմանավորվել եմ։ Չի եղել այդպիսի բան։ Հակառակը ես միշտ ավելի մոտիվացրել եմ այդ ազատության նկատմամբ լրագրողին միշտ ավելի մեծ ազատություն եմ տվել, որպեսզի իր գործունեության մեջ իրենք ավելի իրենց լավ դրսևորեն։ Եվ այսօր էլ այդ դաշտում գործող օրինակ Անի Գևորգյանը ինձ մոտ է սկսել։ Եվ մենք ճանապարհ ենք անցել, ինձ համար իհարկե շատ անընդունելի որոշ երևույթներ են, բայց ես շատ գնահատում եմ իմ աշխատակիցներին, որոնք հիմա տարբեր լրատվամիջոցներում են, նույնիսկ ղեկավար պաշտոնների են, ու այդ իմաստով դուք կարգապահ նշեցիք ինձ ձեր ներածական խոսքում,
այդ կարգապահությունն է նաև իրենց որակյալ լրագրող դարձրել։ Ես հավատացել եմ, որ ամենավատ եւ անտաղանդ մարդուն, ամենավատ լրագրողին եւ անտաղանդ մարդուն կարելի է որակյալ դարձնել կարգապահությամբ, եթե ինքը հստակ իմանա իր անելիքը, հետևողական լինի, ամենակարևորը հաջողության կհասնի։ Սովորաբար մամուլում այսպիսի կարծիք կա, այսպիսի վերաբերմունք կա, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք մամուլը ճնշված էր, իսկ Սերժ Սարգսյանի օրոք մամուլում կամ չպետք էր լինել ընդդիմադիր կամ պետք էր լինել ընդդիմադիր, կարելի էր, բայց բացառելով Սերժ Սարգսյանի ուղղված ուղիղ սուր քննադատություն։ Ու նաև կարծիք կար, որ այդ ժամանակ մամուլը Սերժ Սարգսյանի փեսա, Միքայել Մինասյանի Ձեռքի տակ էր։ Հա, կուրացիայի տակ էր։ Ինչ կասեք այս կարծիքի վերաբերյալ։ Դե շատ եմ լսել այդ կարծիքը եւ անձնապես ինձ են փորձել կապել այդ անձի հետ։ Պարզ պատճառով Վենետիկում մենք միասին ենք սովորել։ Ընկերություն արել եք։ Չէինք կարող անել, որտեղ իրենք հարուստների կաստայից էին։ Այդտեղ կաստաներ կային, հա, ինքը Արայիկ Մինասյանի տղան էր, իսկ դա հարուստների խավ էր։ Կամ այնտեղ գլխավոր դատախազի տղա կար, այնտեղ իրենք վճարովի ուսանողներ էին, մենք անվճար էինք։ Ու դա մեզ հերո էր։ Ինչ հարաբերությունների մեջ եք եղել։ Ուսանողական տարիները։ Ուսանողական դրանից հետո։ Դրանից հետո չենք ունեցել հարաբերություններ, հիմա առավել եւս չունենք հարաբերություններ։ Եթե հարաբերություն ինձ մեր մի ընդհանուր ընկերոջ միջոցով, որը իր հետ բիզնես կապ ուներ, անազատությունից հետո ինձ ասեց, որ ասում է, որ ձերս ճար չկար, դրա համար ես չեմ կարողացել որևէ կերպ օգտակար լինել ինձ անազատության մասին էր հատուկ բանալել, ասացի, ես որևէ ակնկալիք չունեմ, իսկ այդ հարցերում օգտակար եղել է։ Ասա հերո լինի եւ որևէ կերպ դրանից հետո մենք որևէ առնչություն չենք ունեցել։ Ոչ, որևէ առնչություն չեմ ունեցել եւ դրա կարիքն էլ չեմ ունեցել։ Մենք շատ լավ կարողացել ենք շատ արագ հարմարվել այն տեխնիկական եւ այն տեխնոլոգիական միջոցներին, որոնք փող էին բերում։ Մենք ահռելի փող ենք աշխատել YouTube-ով եւ մենք եղել ենք առաջիններից, որ ուղիղ եթեր ենք մտել, հանրահավաքներ ենք տվել 10-11 թվականներին եւ փող ենք աշխատել։ Այդ sense ենք աշխատացրել Հայաստանում։ Ու ես որևէ մեկի կարիքը չեմ ունեցել, որովհետեւ այդ գումարներով մենք կարողացել ենք խմբագրություններ պահել։ Եվ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում ես տևական ժամանակ այդ թերթը շարունակվել է եւ Լոս Անջելեսում հրատարակվել եւ Երևանում։ Այդ իմաստով մենք այդպես խնդիր չենք ունեցել։ Խոսեցիք այդ ահռելի փողերի մասին, բայց երբ ուսումնասիրում ենք ձեր կայքը, ինչ որ ֆինանսական աղբյուրի մասին թափանցիկություն չկա։ Ինչպես դա կբացատրեք, օրինակ ձեր պատկերացրած ժողովրդավար հասարակության մեջ ինչի լրատվականը իր ֆինանսական աղբյուրները չի նշում։ Մենք, այսինքն մեր հաշվետվությունները ամբողջ բաց թափանցիկ, եթե այդպիսի հարցում լինի, կներկայացնենք, թե ինչ գովազդային իր ուսումնասիրության ընթացքում հարցում էր արել առաջին ԵՄ-ին, որպեսզի ստանար հաշվետվությունները ֆինանսական, բայց ըստ չէին տրամադրել, դրա համար ենք հարցնում։ Ես հիմնադիր եմ, ճիշտ ասած, եւ տնօրենը չեմ։ Ու առաջին անգամ եմ լսում, որ այդպիսի հարցում ա եղել, հետամուտ կլինեմ, տեսնեմ այդ հարցմանը ինչու պատշաճ ձևով չի պատասխանվել։ Հիմա գիտեմ, որ մենք ամբողջությամբ գովազդային այնպիսի համագործակցություն ունենք, որը մեր եղած ռեսուրսին ամբողջությամբ ուրեմն բավարարում է։ Ես անձնապես շատ ներգրաված չեմ առաջինում, որտեվ դրա կարիքն էլ չկա, այնպիսի հիմքեր են դրված, որ նորմալ աշխատում է լրատվամիջոցը, բացառությամբ եթե ինչ-որ տենց Պարոն Բաբաջանյան, բայց խոսքը հրապարակային թափանցիկության մասին է, օրինակ Ինֆոկոմը հրապարակում է, թե որտեղից է ստանում ֆինանսավորում, ովքեր են մեր դոնորները եւ մի շարք լրատվականներ, ինչու առաջին ԵՄ-ը չի հրապարակում։ Որտեվ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում։ Եթե դրա կարիքը կա, էլի եմ ասում, մենք կարող ենք հրապարակել, որտեվ ամեն ինչ թափանցիկ մենք հարկատու ենք եւ եթե դրա կարիքը կա, այսինքն ես կարծում եմ, որ լրատվամիջոցի հիմնական գործառույթը
Լրատվություն հաղորդելն է։ Ինֆոկոմը, հետքը ունեն բավարար ռեսուրսներ, հետաքննական լրագրությամբ զբաղվելու։ Մենք չունենք այդ ռեսուրսները, որտեղ հետաքննությունը ենթադրում է տևական աշխատանք։ Մենք օպերատիվ լրատվություն ենք, ճիշտ ասած, կարողանում հասցնել ներկայացնել ավելի լրատվական թողարկումներ են, վերլուծական օրվա իրադարձությունները, այսպես վերլուծելու վրա ենք կենտրոնացած եւ կարծում եմ եւ ինֆոկոմը եւ հետքը պիտի նաեւ լինեն այն լրատվամիջոցները, որոնք պիտի մեր թափանցիկության հարցով, օրինակ, իրենք ավելի շատ պիտի իրազեկեն մեր հանրությանը, ու ես շատ ուրախ եմ, որ այդպիսի փաստորեն հրապարակում ա եղել ու անպայման հետամուտ կլինեմ, որպեսզի մենք, եթե մենք բաց ենք թողել այդ, անպայման լրացնենք եւ հետքում տեղ գտնի մեր մասին նաեւ այդ տեղեկությունները։ Օրինակ 16 թվին դուք ժամանակավորապես կասեցրիք ձեր գործունեությունը, ասելով, որ մոտիվացիա չկա, ավյուն չկա, բայց 12 օր անց նորից վերսկսել էիք։ Ո՞րն էր իրական պատճառը դադարեցնելու։ Ավյուն չկար, ցանկություն չկար, վերսկսել ենք, որտեղ բարեկապահական ծառայության գնդի գրավումը տեղի ունեցավ։ Բայց 5 օր առաջ էր տեղի ունեցել։ Դեպքը տեղի ունենալուց հետո մենք վերսկսել ենք մեր աշխատանքը։ Գրավումն է եղել պատճառը, որ մենք կրկին վերադառնանք աշխատանքի։ Ուղղակի, որովհետև ես տեսնում էի, որ Հայաստանում շատ անհնարինության աստիճան է դարձել իրավիճակ փոխելը լրատվության միջոցով։ Որովհետև կարծիք կար, որ փողի խնդիր կա, այսինքն փողի հարցում նեղը չէիք էլի։ Չէ, իսկապես ասում եմ, մենք 10-11 թվականից ենք կարողացել կապիտալիզացնել մեր աշխատանքը։ Եվ 16 թվականի հուլիսի 16-ին բարեկապահական ծառայության գոնդը գրավվում է եւ մենք դրանից մի քանի օր հետո վերակազմակերպվում ենք, բոլոր լրագրողները հետ են գալիս ու մենք ուղիղ եթերում շարունակում ենք մեր աշխատանքը։ Պարոն Բաբաջանյան, այդ ուղիղ եթերի հետ կապված առաջին նայեմա միակ լրատվամիջոցներով որ ուղիղ եթեր էր դուրս եկել, որն էր ձեր արտոնյալ լինելու պատճառը։ Ինձ զանգել է Վարուժան Ավետիսյանը, բարեկապահական ծառայության գնդից եւ ասել է, որ դուք եւ Ազատություն ռադիոկայանը միակն եք, ում մենք պատրաստ ենք էքսկլյուզիվ հայտարարությամբ հանդես գալ եւ հանձնվել, զենքերը տալ։ Ինձ քաղաքային հեռախոսով է զանգել։ Ասել է, որ շատ ջարդված ենք, վիրավորներ ունենք, էլ հնարավոր չի, չենք դիմանում։ Կուղարկես կամերա եւ լրագրող, ասել եմ այո։ Ազատությունը հրաժարվել է, որովհետեւ իրենց կանոններով դա դեմ էր, իրենք համարվում էին ահաբեկիչներ եւ այլն։ Մենք եղել ենք միակ լրատվամիջոցը, իդեպ Արտուր Հովհաննիսյանն է գնացել։ Ֆրակցիայի քարտուղարը։ Արտուր Հովհաննիսյանին ուղարկել եմ, գնացել է եւ մենք ուղիղ եթեր ենք տվել Վարուժան Ավետիսյանի խոսքը։ Ինչի կապակցությամբ ես նախագահականից եմ զգուշացում ստացել, ԱԱԾ-ից եմ զգուշացում ստացել, Վովա Գասպարյանից եմ ստացել, ասել եմ, ես խոստացել եմ, որ իրենք հանձնվելու են այդ ելույթը հեռարձակելու դիմաց։ Դուք չեք կարող, իրենք չէին տալիս այդ չիպը։ Որոշել էին, ուրեմն քյալակ խաղալ, ինչը ես ասեցի, ես հիմա ժողովրդին ուղղակի դուրս կգամ, կասեմ, որ գնում ենք ոստիկանության վրա կամ ԱԱԾ-ի վրա։ Ես մարդկանց խոսք եմ տվել, իմ մարդիկ հանձնվել են։ Ու դա է եղել պատճառը։ Օրինակ, քաղաքացիական պայմանագիրը բացահայտ ասում է, որ Civic-ը իր լրատվամիջոցն է, ՀՅԴ-ն ասում է, որ Երկիրը իր լրատվամիջոցն է, Երկիր-ը։ Դուք ընդունում եք, որ հանուն Հանրապետության կուսակցության լրատվամիջոցն է առաջինը ԵՄ։ Ճիշտն ասած, ես չեմ ասի, որ այդպիսի բան կա, ես կուզեմ, որպեսզի ավելի շատ ընթերցողը եւ նաեւ հեռուստադիտողը գնահատի։ Դից առավել մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի աֆիլիացիա չլինի կուսակցության։ Բայց դուք եւ կուսակցության փոխնախագահը ունեք եթերներ առաջին ԵՄ YouTube-ն ալիքում։ Ես չունեմ։ Ձեզ ինձ հարցազրույց են վերցնում։ Հարցազրույց վերցնում են։ Եթերներ ինքը որտեվ Ռուբենը նաեւ վարում է։
Իսկ դա ինչ որ շահերի բախում չկա այդտեղ, որ կուսակցության Հիմա փոխնախագահ։ եթե կուսակցության փոխնախագահան այդտեղ ինքը հանդես չի գալիս որպես կուսակցության փոխնախագահ, ինքը գալիս է որպես վերլուծաբան։ Եվ առավելագույնս այդ եմ ասում, ես ջանք եմ գործադրում, որպեսզի կուսակցական աֆիլիացիայի նշանցույց չտանք։ Եվ ասեմ ձեզ, ունեմ podcast-ը անում եմ լրիվի մեջում անձնական ռեսուրս որպես այդպես։ Առաջին էմի YouTube-յան ալիքում ես 3 որ նայում էի վիդեոները հրապարակված, ձեզ փոխնախագահը ներկայացնում է որպես հենց հանուն Հանրապետության կուսակցության նախագահ, ու այդպես է սկսում ձեր զրույցը։ Այո, ես այդտեղ հանդես եմ գալիս որպես նախագահ, բայց ինքն էլ հանդես է գալիս որպես փոխնախագահ։ Եվ ինքը հաղորդավար է, ինքը հաղորդման հեղինակ է։ Ես չեմ։ Դուք ասիք դուք վարում եք, ես ասի ես չեմ վարում։ Վարում է Ռուբենը Մերաբյան։ Ինքը աշխատում է նաև լրատվամիջոցում եւ այնտեղ հանդես է գալիս որպես մեկնաբան։ Ես չունեմ այդպիսի ֆորմատ։ Ես մասնակցում եմ հաղորդումներին որպես հրավիրյալ խոսակից, որպես ինձ հետ հարցազրույց են ուզում անել եւ ես մասնակցում եմ այդ հարցազրույցներին։ Այո։ Պարոն Բաբաջանյան, մենք նաև Vox Pop ենք իրականացրել, որպեսզի հասկանանք երիտասարդների շրջանում դուք ինչքան եք celebrity կամ crush ինչ-որ մարդկանց համար։ Ես հիմա դնեմ տեսանյութը, դուք նայեք ու հետո քննարկենք։ Շատ լավ։ Ճանաչում եք Արման Բաբաջանյանին։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Ճանաչում եք։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Իսկ սենց։ Ըստ ձեզ ինչով է զբաղվում։ Հա? Ինչ հարց կուզենայիք հղել իրան։ Ինչ նպատակներ, ինչ պլաններ կան, կարող է դրա գործունեության հետ երեկ այդպեսի հարց կտայի։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Չէ։ Իսկ սենց։ Չէ, ըստ ձեզ ինչով է զբաղվում։ Մի բանով զբաղվում։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Այո։ Իրան չէ։ Ինքը քաղաքական գործիչ է, ինչ հարց կտայիք իրան որպես երիտասարդ։ Դա չգիտեմ, երևի որ դասերը մի քիչ ուշ սկսի, որովհետև հիմա փոխել են ժամերը, ավելի շուտ է ու երեխեք ոչինչ չեն հասցնի վար։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Այո։ Ինչ կասեք իր մասին։ Ես կասեմ, լավ քաղաքականություն է։ Հա։ Ես շատ հավանում եմ իրան, խոսալը եւ անում։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Իսկ սենց։ Իսկ սենց։ Իսկ սենց։ Իսկ սենց ճանաչում եք իրան։ Այո։ Ըստ ձեզ ինչով է զբաղվում։ Եք ճանաչում եք Արման Բաբաջանյանին։ Ինչ կասեք իր մասին։ Որպես երիտասարդ։ Քաղաքական գործ երիտասարդ է ինքը։ Չէ, որպես դուք երիտասարդ։ Ես էլ երիտասարդ չեմ։ Արման Բաբաջանյան։ Ահա։ Հա։ Ինչ կասեք իր մասին։ Ինչ գիտեք։ Հայտնի բիզնեսմեն է տեղյակ եմ, չէ՞։ Հայտնի քաղաքական գործիչ է։ Ես իրան որպես բիզնեսմեն նախկինում գիտեի։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Սենց։ Որպես երիտասարդ ինչ հարց կտայիք իրեն։ Իսկ դուք։ Չէ, ոչ մի բան։ Քային տարի այդ գործով զբաղվում։ Ինչ հարց կտայի։ Իգա։ Ինչպես կարելի է սկսել 0-ից բիզնես։ Ինչ կասեք իր մասին։ Ոչինչ չենք կարող։ Իսկ որպես քաղաքական գործիչ ինչ հարցեր կտայիք իրան։ Չենք հետաքրքրում քաղաքական։ Ինչ հարց կուզենայիք տալ։ Ժողովրդավարական ուժերի այս 26 թվականի ընտրություններին ընդառաջ համախմբում հնարավոր է թե չէ։ Ես ռեստարտից այլ պրոդեմոկրատական ուժերի համախմբում որպես մեկ ճակատ իշխանություններից զատել։ Դե երիտասարդների շրջանում կա այդ տեսակետը մենք ներքին նաև հարցում ենք անցկացրել եւ ունենք այդ պատկերը։ Այդտեղ աշխատանք ունենք կատարելու, ինչպես սկզբում ասացի, այդ երիտասարդների մեր ժողական այդ վերաբերմունքը հաղթահարելու խնդիր կա։ Եթե երիտասարդները չեն մասնակցում երկրի ապագա կառավարմանը, իսկ ում են թողնում, որովհետև չմասնակցել նշանակում է հաշտվել այն իրողությունների հետ, որոնք կան։ Այսինքն չմասնակցելով
պրոտեստ են անում, որ լավ չի ոչինչ, բայց միևնույն ժամանակ չմասնակցելով ամեն ինչ ավելի խորացնում եւ վատացնում են։ Եթե իրապես կա փոխելու իրավիճակը հաղթահարելու հրամայական խնդիր, ուրեմն պիտի նաև գտնեն այն գործիչներին, ովքեր իրենց ձայնը լսելի կդարձնեն, իրենց առաջադրանքները առաջ կտանեն, իսկ առանց ակտիվ ներգրավվածության դա անհնար է։ Իդեպ 18 թվականին շատ ակտիվ երիտասարդական ներգրավվածություն ա եղել եւ հաջողությունը հեղափոխության մեծապես պայմանավորված ա եղել երիտասարդներով։ Ես հասկանում եմ, որ 20 թվականի հատկապես այս պատերազմն ա դարձել նաեւ երիտասարդների այս դեպրեսիոն տրամադրության ու տոտալ մերժողական այս տրամադրության պատճառը, որտեղ շատերի ընկերները, սիրելիները ուղղակի չեն վերադարձել պատերազմից եւ ինձ գործող իշխանությանը ուղղակի նաեւ պատասխանատու են համարում, գուցե շատ նաեւ, չգիտեմ, այլ գործիչների ու դա ստեղծել է տոտալ, այսպես հակակրանքի վերաբերմունք։ Շատ լավ, մի քիչ անդրադառնանք արտաքին քաղաքական իրավիճակին։ Ձեր թողարկումներում հաճախ հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում գովում եք թրիպը, ամեն ինչից գոհ եք, հեռանկարներից եք խոսում, բայց երկու պնդում եք արել ձեր ելույթներում, որոնք հետագայում արդեն իրականության չեն համապատասխանել։ Ո՞րն է այդ հակասությունների պատճառը։ Պնդումը ո՞րն է։ Օրինակ առաջին պնդումը եղել է, որ ասել եք, որ հայկական դիվանագիտությունը այն ջանքին է հասել, որ 50-50 են դարձրել թրիպը, բայց հետո Միրզոյան եւ Ռոբիո հանդիպումից հետո մենք իմացանք, որ տոկոսային հարաբերակցությամբ 26-74 է, իսկ մյուսում ասել եք, որ 99 տարով է կնքվում թրիպը, բայց պարզվեց, որ 49 տարով էր, հետո արդեն 50 տարի երկարաձգման հնարավորությամբ։ Վերջը ձեր աղբյուրներն էին Ոչ թե կնքվում, այլ բանակցվում։ Հա, բանակցվում ներողություն։ Վերջը ձեր աղբյուրները սխալ են փոխանցել, թե հայկական դիվանագիտությունը չկարողացավ այդքան։ Ես ճիշտ ասած նաև ակտիվորեն անձնապես ներգրավված եմ եղել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման, հաստատման աշխատանքներին։ Այստեղից փորձագետներ ենք տարել Միացյալ Նահանգներ, 5 փորձագետներ 2023 թվականի շատ ծանր շրջանում Արցախը բլոկադայի մեջ էր, մենք գնացել ենք այնտեղ, առանձին կուսակցականների այցելություն ենք կազմակերպել։ Ես առանձին Վաշինգտոն անընդհատ գնացել եմ եւ ցույց եմ տվել նաեւ այլընտրանքային քաղաքական, այսպես ուժի տեսակետ։ Եվ ինձ համար անհավատալի է եղել օգոստոսի 8-ը։ Ես չեմ հավատացել, որ դա հնարավոր է գլուխ բերել։ Թեև հունվարի 14-ին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության այդ խարտիան ես դրա մասին տեղեկացված եմ եղել, դա շատ ավելի վաղ պիտի ստորագրվեր։ Իշխանությունն է ձեզ ինֆորմացիա փոխանցում։ Չէ, ես ամերիկացիների հետ եմ հիմնականում իմ շփումները եղել են, բայց իշխանության հետ ունեմ կոմունիկացիա, այնպես չի, բայց ասենք ինֆորմացիայի համար չի այդ կոմունիկացիան պետք։ Հակառակը ես երբ որ տեղեկություն եմ ունենում եւ դա երկրին առնչվում, ինքս այդ տեղեկությունը փոխանցում եմ դեսպանին կամ նախարարին կամ փոխնախարարին, որպեսզի արագ կողմնորոշվելու նաեւ բան լինի, որտեվ ես երբեք պետության շահը իմ անձնական, այսպես իգոյին ծառայեցնելու ոչ մի ցանկություն չունեմ։ Եթե գիտեմ այդտեղ պետությունը անելիք ունի, պիտի ես առաջին քայլը անեմ։ Եվ այդտեղ այո, համոզված եմ եղել, որ 50-50 պիտի լինի, բայց կարծում եմ, որ այդ չի հիմնական հարցը։ Կարծում եմ, որ թրիպով եւ ընդհանրապես հայ-ամերիկյան խաղաղության այդ գործարքով օգոստոսի 8-ի այդ ամբողջ համաձայնություններով, հատկապես Միացյալ Նահանգների այդ երկկողմ ձևաչափով ստորագրված այդ 3 առանցքային հռչակագրերը՝ էներգետիկ համագործակցություն, տեխնոլոգիական համագործակցություն եւ խաղաղության խաչմերուկ։ Այս ուղղություններով Հայաստանը ապահովում է իր անվտանգության համար անհրաժեշտ ուղղությունները, հիմքերը եւ տևական բանակցություններից հետո
որոշվել է այդպիսի համամասնությամբ շարունակել։ Այսինքն հայկական դիվանագիտությունը չի կարողացել պահել այդ դիրքորոշումի։ Կարծում եմ, եթե ուզեին ավելի լավ պայմաններ կարողանային բանակցել, բայց դա ընդհանրապես չեմ կարծում, որ ողբերգություն պիտի դառնա եւ դրանով որևէ կերպ պակասում է Հայաստանի իրավազորությունը կամ Հայաստանի ինքնիշխանությունը այն համաձայնագրերի վրա եւ այն պայմանավորվածությունների վրա, որ կայացվել են ամերիկացիների հետ։ Ընդհանրապես ամերիկյան ահռելի տնտեսական եւ բիզնես շահեր են հիմա այստեղ կենտրոնացած կենտրոնական Ասիայից հարավային Կովկասով մինչև Եվրոպայի գնողունակ շուկաներ, բայց այս տնտեսական եւ բիզնես հետաքրությունների հետ գալիս է ահռելի անվտանգային պատուհան է բացվում Հայաստանի համար, խաղաղության պատուհան է բացվում ու կարծում եմ այդ ոչ մի տոկոսով հնարավոր չի գնահատել եւ չափել։ Ուրիշ բան, որ մենք խաղաղության ամեն օրը պիտի մեր հզորության վրա ծախսենք։ Ուրիշ բան, որ ամեն օրը խաղաղության պիտի ամեն մարդ մեր երկրում ապրող ամեն քաղաքացի պիտի իր մաշկի վրա զգա, իր հյուսվածքներով զգա, որ երկրում իրապես նոր հնարավորություններ են իր համար։ Ես ասեմ, հանդիպում եմ մարզերում, գյուղերում մարդկանց հետ, մարդիկ ընդհանրապես անհաղորդ են, Թրիպ, Թրամփ, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, այդ ջուրը ոնց չկար, էլի չի հասնում իրենց դաշտ, կաթը ոնց չէին կարողանում մթերել, էլի նույն ձևով չեն կարողանում մթերել, այս մենք ամպագորգոր, ինչ որ հայ-ամերիկյան, Ռուբիո, Միրզոյան, Արագածոտնում, Չարենցավանում, Հրազդանում եւ Վարդենիսում տոտալ անգիտություն է այս ամեն ինչի մասին, որտեղ մարդիկ իրանց հանապազորե հացը դերևս չեն կարողանում նորմալ իրանց աշխատանքով վաստակել ու սա պիտի լինի մեր հիմնական հարցը ումա պետք է խաղաղությունը եթե դա մեր կյանքի վրա որևէ անդրադարձ չի ունենում։ Պարոն Բաբաջանյան, իսկ եթե խոսենք ներքին քաղաքական վիճակից, ըստ ձեզ Գարեգին պետք է գնահանգստի, այդպես են չէ՞ ասում։ Այս միանգամից անցնում ենք արտաքին քաղաքականությունից ներքինին, թե շարունակում ենք։ Քանի որ ժամանակային սահմանափակ ունենք, քանի որ ներքին թեմաներից սկսեցինք խոսել։ Կարծում եք, որ եկեղեցին ներքին քաղաքական օրակարգի մաս է։ Թվում է, որ ես օրակարգի շատ դեմ եմ, որ ընդհանրապես մենք որպես քաղաքական օրակարգի մաս քննարկենք եկեղեցին։ Նաև եկեղեցական անցյալ ունեցող որպես ես մեծ ներգրավվածություն եմ ունեցել այն 10 հոգեորականների իմի գալուն, որովհետև հավատացել եմ, որ այս հարցը պիտի եկեղեցականները լուծեն։ Եվ սա պիտի լինի ոչ թե իշխանություն վեհարան դիմակայություն, այլ պիտի լինի եկեղեցի դիմակայություն։ Ձեր ներգրավվածությունը ոնց է։ Եպիսկոպոսների հետ եմ հանդիպել առանձին եւ իրենց ողջևորել եմ ու մոտիվացրել եմ ու խրախուսել եմ որպեսզի իրենք միավորվեն եւ այս վիճակին ես այս վիճակը հաղթահարելու ես կարծում եմ որ վեհապարը պիտի հանգստի կոչվի։ Բայց ոնց որ թե 10 եպիսկոպոսներից բացի տեղ կա նաև Հայաստանի գործող վարչապետը։ Այ ես դրան եմ դեմ։ Ես կարծում եմ, որ վարչապետը տեղանելիք չունի։ Ոչ որպես վարչապետ, ոչ առավել եւս որպես կուսակցության առաջնորդ։ Թույլ չի կարելի տալ, որպեսի եկեղեցու բարենորոգման այդ օրակարգ կոչվածը որևէ կերպ մեզ առնչվի։ Մենք կարող ենք աջակցել հայտարարություններով, բայց անձնապես մենք որևէ անելիք չունենք։ Դա պիտի լինի բացառապես եպիսկոպոսների գործառույթը, որովհետև եպիսկոպոսներն են եկեղեցու իշխանները ըստ ավետարանի, կաթողիկոսն էլ ինքը եպիսկոպոս է, եպիսկոպոսապետ է, ի պաշտոն է, եւ եպիսկոպոսները կարծում եմ ունեն այնքան կարողություն եւ շնորհ եւ խիզախություն, որպեսզի այն հարցերը, որոնք բարձրաձայնվել են, լուծում գտնեն։ Եթե տեսել եք բարենորոգման իրենց կետերում որևէ քաղաքական հարց չկա, ամեն ինչ վերաբերում է եկեղեցուն։ Եվ ես շատ ուզել եմ, որպեսզի մենք բոլորս հետ քաշվենք եւ թույլ տանք, որպեսզի այս հարցերը մնան բացառապես եկեղեցու տիրույթում։
Ու շատ վատ է, որ այս հարցը դուք ներքաղաքական օրակարգի մաս եք։ Ես հասկանում եմ, որ այնքան է սա քննարկվել, որ դարձել է, բայց դա չպիտի լինի։ Մեր գլխավոր խնդիրը պիտի լինի ամեն կերպ աջակցել բարենորոգման օրակարգին, բայց չմասնակցել։ Դե առաջին դերակատարը քանի որ այդպիսի ասել, որ դե հետերություն եկեղեցին էլ է քաղաքականացվել, դրա համար մենք քաղաքական գործիչներս մտնում ենք, դա որևէ կերպ չի արդարացնում մեր ակտիվությունը, այո, եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվել, ինչի իրավունքը ըստիս ունի, այլ կուսակցական գործունեությամբ է զբաղվել, ինչի իրավունքը չունի, որովհետև եկեղեցին էլ կարծում եմ որպես կարևոր վստահության ինստիտուտ չի կարող չզբաղվել քաղաքականությամբ մեր երկրում, բայց ինքը պիտի լինի իմ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի եկեղեցին։ Իսկ ինքը դադարել է լինել իմ եւ Նիկոլ Փաշինյանի եկեղեցին, ինքը որոշել է, որ պիտի լինի Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եկեղեցին։ Այստեղ է խնդրեմը։ Այստեղ է անթույլատրելին, որ կուսակցական գործունեությամբ իրավունք չունի եկեղեցին զբաղվի, որտեղ եկեղեցու գլխավոր առաքելությունը մեզ բոլորիս նույն հարկի տակ հավաքելն է։ Իսկ այս իրենց դիրքավորմամբ դա հնարավոր չի։ Ես հիմա եկեղեցի մտնելուց նայում եմ, տեսնեմ այս հոգեորականը որ դաշտում է։ Ես այստեղ մտնեմ, ինձ ինչպես կվերաբերվեն։ Չկա մտահոգություն, որ եկեղեցին կդառնա օրինակ Նիկոլ Փաշինյանի եկեղեցին։ Չէ, որովհետև եկեղեցին շատ ավելի ուժեղ է, քան Նիկոլ Փաշինյանի ամբիցիաներն ու ձգտումներն են։ Եկեղեցին շատ ավելի խորը ինստիտուցիոնալ կառույց է, բայց ես հավատացած եմ, որ եկեղեցին պիտի նեցուկ լինի հայկական պետականության, ինքը չպիտի լինի մրցակցության մեջ հայկական պետականության հետ։ Եվ ընդհանրապես եկեղեցին պիտի հաշվի նստի պետության հետ, որտեղ պետության դեմ խաղ չկա։ Բոլորը պիտի հաշվի նստեն պետության դեմ։ Բոլորը պիտի խոնարհվեն պետության դեմ։ Չկա այլ տարբերակ։ Որպես գերագույն նպատակ պիտի լինի հայկական պետականության հարատևությունը։ Ով դրա հետ հաշտ չի, պիտի մրթին ուտի։ Շատ լավ, պարոն Բաբաջանյան, մենք հասկացանք ձեր տեսակետը այս հարցի շրջանակում։ Մեր հաղորդման շրջանակում մենք ունենք մի հատված, որտեղ խաղ ենք խաղում քաղաքական գործիչների հետ։ TikTok ունեք, թրենդերին հետևում եք։ Այդպիսի թրենդ կա bare minimum or luxury maximum։ Ես ձեզ ասում եմ պայմաններ, դուք ասում եք դա այն ամենաչնչին բանն է, որ պետք է արվի քաղաքական գործիչը, անի քաղաքական գործիչը, թե այտենց luxury maximum, որ շատ լավ կլինի որ անի։ Կարող է չհասկանամ ինչի մասին է, բայց խնդրեմ։ Հայերեն են սա։ Մենակ այդ երկու արտահայտությունն անգլերեն։ Լրագրողական անցյալ ունենալը քաղաքականության մեջ։ Օգնում է։ Պետք է ասեք կամ bare minimum կամ luxury maximum։ Luxury maximum։ Քաղաքական գործչի համար անկեղծությունը։ Luxury maximum։ Անկեղծությունը luxury maximum։ Չէ, դեպքում այո, ինչ էր մյուսը։ Քաղաքական գործչի համար անկեղծությունը։ Մյուսը bare minimum։ Bare minimum, այո, այդ պիտի ունենաս նվազագույն։ Քաղաքական սխալների հրապարակային ընդունումը։ Bare minimum։ Սոցիալական ցանցերում վատ մեկնաբանություններին անձամբ պատասխանելը։ Luxury maximum։ Պաշտոնյայի համար զուս պապրելակերպը։ Նվազագույնն է այդ, որ պիտի անես։ Քաղաքական գործչի համար հանրային քննադատությունից չվախենալը։ Նվազագույնն է, որ պիտի հանդուրժես։ Անկախ մամուլը պետության ներսում։ Դա չի քննարկվում, նվազագույն կարևոր բան է։ Ազատ թափանցիկ ընտրություններ։ Իհարկե, նվազագույն է։ Քաղաքական գործչի համար հումորի զգացումը։ Պարտադիր, առանց դրա անհնար է։ Քաղաքական գործչի համար ոչ ասելը ճնշման տակ։ Նվազագույն։ Քաղաքական գործչի համար պետականապետ լինելը։ Նվազագույն։ Հանուն քաղաքականության երկքաղաքացիությունից հրաժարվելը։ Հանուն քաղաքականության չեմ պատկերացնում, բայց Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվողները չպիտի ունենան երկքաղաքացիություն։ Դա ինձ համար աքսիոմա է։ Այդ թվում նաև տեղական ընտրություններին։ Այո։ Եվ քաղաքական գործչի համար խարիզմատիկ լինելը։
Նվազագույն կարևոր։ Ձեզ խարիզմատիկ համարում եք։ Առնվազն փորձում եմ այդպեսին լինել, այո։ Պարոն Բաբաջանյան, ինչ կուզեիք, որ մենք հարցնենք, ոչ չենք հարցրել ու դուք կուզեք ասել։ Ինչ հարց կուզենայիք լսել մեր կողմից, որը չտվեցինք։ Դե կուզեի օրինակ երկելու հետ կապված ինչ որ բան ասեիք, երկեի։ Կերքեք Կարելի է։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Բայց որ ասեիք, հա, ասենք հետաքրքիր կլներ, ասեիք օրինակ ինչ ես լսել այսօր առավոտյան։ Օրինակ Ֆրեդի Մերկուրի եմ լսել, Վաու։ հա, ասենք Մոսերատ Կաբարեի հետ իրենք դուետներ ունեն, հրաշալի, այդ իմ ամենասիրած բաներից է, կտորներից է։ Դե իհարկե ավելի շատ եկեղեցական երաժշտություն, դասական երաժշտություն եմ սիրում, բայց պոպ երաժշտության հատուկ ինչ որ բաներ կան, որոնք ինձ համար շատ թանկ են, շատ հետաքրքիր են։ Օրինակ լողանալուց ես միշտ երաժշտություն եմ լսում, այդ իմ կարևոր Իսկ երգում եք լողանալուց։ այդ մի կարևոր կտորն է, որ ես հասցնում եմ տենց բան անել։ Ես Արևիկ երգչախմբում եմ երգել։ Փոքր տարիքում ու դա ինձ առանձնացրել է նաև ես առաջին մասում եմ ապրել Յոնջլախում, պատկերացրեք այդ գողական միջավայրում Արևիկ խմբում երգելը ինչա նշանակում։ Այդ մի անգամից բան արել ինձ։ Եվ դա էլ իմ կյանքի վրա շատ մեծ անդրադարձ է ունեցել, որտեղ եկեղեցի գնալը դրանով է պայմանավորված եղել։ Իմ ուսուցչուհին ինձ տեսնելով, որ ես երգելու նկատմամբ հակում ունեմ, մի օր վերցրեց տարավ եկեղեցի, որտեղ շարականների ուսուցման դասընթացներ էին։ Եվ դա շատ մեծ անդրադարձ ունեցավ իմ ամբողջ կյանքի վրա։ Պարոն Բաբաջանյան, որպես մեր հաղորդման փակում, մի քանի տող շարական կերքեք կամ այլ երաժշտություն, որ կցանկանաք։ Չէ։ Անկեղծ էր։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ ես անկեղծ ու շատ հետաքրքիր ֆորմատի համար ձեզ լիքը հաջողություններ եմ մաղթում։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն ձեզ։ Control Z-ի եթերում էր երգող, կարգապահ, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Կհանդիպենք։